Այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, ձեր գլխուղեղի 100 միլիարդ նեյրոններ իրականացնում են մոտ 1 քվինտիլիոն հաշվարկ վայրկյանում։ Դուք շնչում եք օդ, որը պարունակում է թթվածին, 2 միլիարդ տարի տևած ֆոտոսինթեզի արդյունք։ Դուք նստած եք մոլորակի վրա, որը պտտվում է 28000 կմ/ժ արագությամբ, իսկ ձեր մարմինը բաղկացած է ատոմներից, որոնք ծնվել են աստղերի միջուկներում։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Դուք գոյություն ունեք։ Դուք մտածում եք, դուք հուք հարցեր եք տալիս։ Եվ ամբողջ տիեզերքում, որքան մենք կարող ենք տեսնել, չկա ոչ մի այլ նշան նման բանի։ Ոչ մի ազդանշան օտար քաղաքակրթություններից, ոչ մի հաղորդագրություն աստղերից, միայն լռություն։ Եվ այս լռությունը կարող է լինել ամենահարուցիչ հաղորդագրությունը, որ երբևէ ստացել ենք։ Երբ Էնրիկո Ֆերմին, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոսը, 1950 թվականին Լոս Ալամոսի լաբորատորիայում ճաշի ժամանակ հարցրեց. «Որտե՞ր են բոլորը», նա ձևակերպեց պարադոքս, որը դեռևս հետապնդում է մեզ։ Մեր գալակտիկան պարունակում է 200 միլիարդից ավելի աստղ։ Նույնիսկ եթե միայն 1%-ը ունի մոլորակներ, եւ միայն 1%-ը կենսաբանական համակարգեր, եւ միայն 1%-ը խելացի կյանք, մենք պետք է տեսնեինք միլիոնավոր քաղաքակրթություններ։ Բայց մենք տեսնում ենք 0։ Ոչինչ։ Բացարձակ լռություն։ Ֆերմիի պարադոքսը չէր լինի այդքան անհանգստացնող, եթե մենք չգիտեինք, որ կյանքը ինքը հեշտությամբ է առաջանում։ Երկիրը ձևավորվել է 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ Եվ արդեն 4 միլիարդ տարի առաջ, երբ մոլորակը դեռ բոմբարդվում էր աստերոիդներով, երբ օվկիանոսները դեռ եռում էին, կյանքը արդեն գոյություն ուներ։ Այն առաջացավ գրեթե անմիջապես, երբ պայմանները դարձան նվազագույնս հարմար։ Սա ցույց է տալիս, որ կյանքի ծագումը հավանաբար ոչ թե հազվագյուտ հրաշք է, այլ գրեթե անխուսափելի քիմիական պրոցես, երբ առկա են ճիշտ պայմանները։ Բայց եթե կյանքը այդքան հեշտությամբ է առաջանում, ապա որտեղ են բոլորը։ Որտեղ են Դայսոնի ոլորտները, որոնք պետք է շրջապատեին ամբողջ աստղերը, հավաքելով նրանց էներգիան։ Որտեղ են միջաստղային նավերը։ Որտեղ են ռադիոազդանշանները, որոնք պետք է լցնեին տիեզերքը։ Եվ ահա այստեղ է, որ մենք հանդիպում ենք մի գաղափարի, որը կարող է բացատրել այս լռությունը, գաղափար, որը կոչվում է մեծ զտիչ։ Պատկերացրեք քաղաքակրթության զարգացումը որպես երկար, դժվար ճանապարհ, լի խոչընդոտներով։ Դուք սկսում եք անկենդան նյութից, ապա առաջանում է պարզ կյանք, ապա բարդ բջիջներ, ապա բազմաբջիջ օրգանիզմներ, ապա խելք, ապա տեխնոլոգիա, ապա տիեզերական թռիչքներ, եւ վերջապես միջաստղային քաղաքակրթություն։ Յուրաքանչյուր քայլ է խոչընդոտ, բայց մեծ զտիչի գաղափարը ասում է, որ որևէ տեղ այս ճանապարհին կա մի խոչընդոտ, որը գրեթե անհնար է հաղթահարել։ Մի փուլ, որտեղ գրեթե բոլոր քաղաքակրթությունները ձախողվում են եւ ոչնչանում։ Ռոբին Հենսոնը, տնտեսագետը եւ ֆիզիկոսը Ջորջ Մեյսոնի համալսարանից 1996 թվականին առաջարկեց այս հիպոթեզը, բացատրելու Ֆերմիի պարադոքսը։ Նրա տրամաբանությունը պարզ էր։ Եթե տիեզերքը լի չէ խելացի կյանքով, ապա պետք է լինի որևէ զտիչ, որը կանխում է կյանքի զարգացումը մինչև միջաստղային փուլ։ Եվ այստեղ է ամենակարևոր հարցը. այս զտիչը մեր ետևում է, թե մեր առջևում։ Եթե մեծ զտիչը մեր ետևում է, ապա մենք արդեն անցել ենք ամենադժվար փուլը։ Գուցե անկենդան նյութից կյանքի առաջացումը անհավատալի հազվագյուտ է։ Գուցե պարզ բջիջներից բարդ էուկարիոտ բջիջների անցումը տեղի է ունենում միայն մեկ անգամ միլիարդ մոլորակներից մեկում։ Գուցե խելքի զարգացումը պահանջում է այնպիսի հազվագյուտ պայմանների համադրություն, որ մենք եզակի ենք մեր գալակտիկայում։ Սա լավատեսական սցենար է։ Սա նշանակում է, որ ամենադժվարը անցել ենք, եւ մեր ապագան պայծառ է։ Բայց եթե մեծ զտիչը մեր առջևում է, ապա մենք դեռ չենք հասել այն փուլին, որտեղ քաղաքակրթությունները սովորաբար ոչնչանում են։ Սա նշանակում է, որ մեր առջևում կա ինչ-որ բան, ինչ-որ տեխնոլոգիա, ինչ-որ իրադարձություն, ինչ-որ անխուսափելի աղետ, որը ոչնչացնում է գրեթե բոլոր քաղաքակրթությունները, որոնք հասնում են մեր զարգացման մակարդակին։ Եվ սա ահավոր սցենար է։ Սա նշանակում է, որ մենք, հավանաբար, դատապարտված ենք։ Նայենք մեր անցյալին։ Կյանքը երկրի վրա առաջացել է շատ արագ, բայց բարդ բջիջների հայտնվելը տևել է 2 միլիարդ տարի։ 2 միլիարդ տարի պարզ բակտերիաները լողում էին օվկիանոսներում, մինչև մի պարզ բջիջը կլանեց մեկ այլ բջիջ, եւ այդ բջիջը, փոխանակ մարսվելու, դարձավ միտոքոնդրիա, էներգիայի կայան, որը սնուցում է բոլոր բարդ կյանքի ձևերը։ Սա տեղի է ունեցել միայն մեկ անգամ։ Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, յուրաքանչյուր սունկ ունի միտոքոնդրիաներ, որոնք ժառանգվել են այդ մեկ իրադարձությունից։ Ապա բազմաբջիջ կյանքը առաջացավ եւս 600 միլիոն տարի անց։
Եվ միայն վերջին 7 միլիոն տարիների ընթացքում մեր նախնիները սկսեցին զարգացնել ուղեղներ, որոնք կարող էին ստեղծել գործիքներ։ Homo sapiens-ը, մենք, գոյություն ունենք միայն 200,000 տարի։ Քաղաքակրթությունը միայն 10,000 տարի։ Արդյունաբերական հեղափոխությունը 250 տարի։ Ատոմային զենքը 80 տարի։ Եվ ահա մենք այստեղ ենք։ Քաղաքակրթություն, որն ունի տեխնոլոգիա, ոչնչացնելու ինքն իրեն տասնյակ անգամ։ Քաղաքակրթություն, որը փոխում է իր մոլորակի կլիման ավելի արագ, քան կարող է հարմարվել։ Քաղաքակրթությունը ներկայումս այդ էլ չի հասնում իր ներլիության, քանի որ մեծ մասը կլիմայական փոփոխությունների հետ համեմատ չի կամավորված։ Քաղաքակրթության հետ հարամարվելու համար կարևոր է հասկանալ այն դեմքերը, ովքեր կազմում են այս գործընկերությունը։ Հիմա մտածելով իրենց մասին, կարող եք կտրտել իրենց դաշտերը, նրանց գործունեության ողջերը, որոնք իրենց մոտ են, եւ ոչ միայն նրանց մոտ։ Օրինակ, կամուսնական կարիքները կարող են կազմել հենց այդ դովորման դաշտը, այն անձի մասին, ով մտածում է կամ կիսվում է իր հույսերով եւ սիրոցներով իր սերնդի հետ։ Այդ ողջերի մեծ մասը քան կարող է հարմարվել։ Քաղաքակրթություն, որը ստեղծում է արհեստական ինտելեկտ, որի հետևանքները չի կարող կանխատեսել։ Եվ մենք պետք է հարցնենք. արդյոք սա է մեծ զտիչը։ Արդյոք յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է տեխնոլոգիական զարգացման մեր մակարդակին, անխուսափելիորեն ոչնչացնում է ինքն իրեն։ Խորենք ատոմային զենքի մասին։ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայի վրա ընկավ մի ռումբ, որը պարունակում էր 64 կիլոգրամ ուրան 235։ Այն պայթեց 15 կիլոտոն ուժով։ 70,000 մարդ մահացավ անմիջապես։ Ես 70,000 հաջորդ ամիսների ընթացքում։ 3 օր անց Նագասակի։ Եվ սա էր միայն սկիզբը։ Մինչև 1962 թվականը Սովետական միությունը փորձարկեց ցար բոմբան, ամենահզոր ատոմային սարք, որ երբևէ պայթեցվել է։ 50 մեգատոն։ 3000 անգամ ավելի հզոր, քան Հիրոշիման։ Պայթյունի սնկաձև ամպը բարձրացավ 64 կիլոմետր բարձրություն, 7 անգամ ավելի բարձր, քան Էվերեստը։ Ցնցումը 3 անգամ պտտվեց երկրի շուրջը։ Պատուհանները ջարդվեցին 900 կիլոմետր հեռավորության վրա։ Այսօր աշխարհում կա մոտ 13,000 ատոմային գլուխ։ Միայն Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ունեն յուրաքանչյուրը մոտ 6,000։ 1%-ը բավական է ոչնչացնելու քաղաքակրթությունը։ Ամբողջ արսենալը կարող է սպանել յուրաքանչյուր մարդու երկրի վրա տասնյակ անգամ։ Եվ ամենավախենալին այն է, որ մենք եղել ենք այնքան մոտ օգտագործելուն։ 1962 թվականի հոկտեմբերին Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ աշխարհը կանգնած էր ատոմային պատերազմի եզրին։ Ամերիկյան ռազմանավերը շրջափակել էին Կուբան։ Սովետական սուբմարինները, որոնք կրում էին ատոմային տորպեդներ, շրջապատված էին։ Մի սուբմարինի վրա, B-60-ը, ջերմաստիճանը հասել էր 45 աստիճանի։ Օդը վերջանում էր։ Կապիտան Վալենտին Սավիցկին կարծում էր, որ պատերազմը սկսվել է։ Նա հրամայեց պատրաստել ատոմային տորպեդը։ Սովետական կանոնների համաձայն ատոմային զենքի օգտագործումը պահանջում էր 3 սպայի համաձայնությունը։ Կապիտանը համաձայն էր։ Քաղաքական սպան համաձայն էր։ Բայց երկրորդ հրամանատար Վասիլի Արխիպովը մերժեց։ Նա պնդեց սպասել։ Նա փրկեց աշխարհը։ Մի մարդ, մի որոշում, մի պահ։ Եվ մենք գոյություն ունենք, քանի որ նա ասաց ոչ։ Բայց մենք չենք կարող հույս դնել, որ միշտ կլինի Արխիպով։ Ատոմային զենքը գոյություն ունի արդեն 80 տարի։ Քաղաքակրթությունը 10,000։ Սա նշանակում է, որ մենք ապրել ենք ատոմային դարաշրջանում մեր պատմության միայն 0,8%-ը։ Եվ արդեն մի քանի անգամ եղել ենք ինքնաոչնչացման եզրին։ Ինչ կլինի հաջորդ 1000 տարիների ընթացքում, հաջորդ 10,000-ի։ Կարող ենք մենք իսկապես հույս դնել, որ երբեք չենք օգտագործի այդ զենքը։ Նիկ Բոստրոմը, Օքսֆորդի համալսարանի փիլիսոփան, հաշվարկել է հավանականությունները։ Նա ասում է, որ եթե յուրաքանչյուր դարում մենք ունենք միայն 1% հավանականություն ատոմային պատերազմի, ապա հաջորդ 10,000 տարիների ընթացքում մեր վերապրելու հավանականությունը միայն 36% է։ 1% յուրաքանչյուր դարում։ Սա թվում է փոքր, բայց ժամանակի ընթացքում այն կուտակվում է, անխուսափելիությունը մոտենում է, եւ ատոմային զենքը միայն մեկ թեկնածու է մեծ զտիչի համար։ Կան ուրիշներ, որոնք հավանաբար ավելի վտանգավոր են։ Մտածեք կլիմայի փոփոխության մասին։ Երկրի մթնոլորտը պարունակում է այժմ 420 մասնիկ միլիոնից 1 ածխածնի երկօքսիդ։ Սա ավելի բարձր է, քան ցանկացած պահի վերջին 3 միլիոն տարիների ընթացքում։ Մենք այրում ենք վառելիք, որը կուտակվել է 100 միլիոն տարիների ընթացքում, եւ արձակում ենք այդ ածխածինը մթնոլորտ տասնյակ տարիների ընթացքում։
Մենք իրականացնում ենք երկրաբանական մասշտաբի փորձ մարդկային ժամանակի մասշտաբով։ Վերջին 150 տարիների ընթացքում Երկիրը տաքացել է 1/1 աստիճանով Ցելսիուսով։ Սա թվում է փոքր, բայց համակարգերը, որոնք կառավարում են մեր կլիման, չեն գծային։ Դրանք ունեն շեմեր, կետեր, որտեղ փոքր փոփոխությունը հանգեցնում է կատաստրոֆիկ տեղաշարժի։ Գրենլանդիայի սառցադաշտը պարունակում է բավական սառույց, բարձրացնելու օվկիանոսների մակարդակը 7 մետրով։ Անտարկտիդայի արևմտյան սառցադաշտը ևս 3 մետրով։ Եվ երբ սառույցը հալվում է, մութ օվկիանոսը կլանում է ավելի շատ արևի ջերմություն, քան սպիտակ սառույցը։ Դրական հետադարձ կապ։ Ինքնաուժեղացող ցիկլ։ Պերմաֆրոստը, մշտապես սառած հողը Սիբիրում և Կանադայում, պարունակում է մոտ 1600 միլիարդ տոննա ածխածին։ Սա 2 անգամ ավելի շատ է, քան ամբողջ մթնոլորտում։ Երբ պերմաֆրոստը հալվում է, այդ ածխածինը արձակվում է որպես մեթան, ջերմոցային գազ, որը 25 անգամ ավելի հզոր է, քան ածխածնի երկօքսիդը։ Ես-1 դրական հետադարձ կապ։ Ես-1 շեմ, որը մենք կարող ենք անցնել առանց իմանալու, մինչև չափազանց ուշ է։ Պալեոկլիմատոլոգները ուսումնասիրել են երկրի անցյալը։ Նրանք գտել են ապացույցներ արագ կլիմայական փոփոխությունների, որոնք տեղի են ունեցել անցյալում։ Պալեոցեն-էոցենի ջերմային մաքսիմումը 56 միլիոն տարի առաջ, երբ ջերմաստիճանը բարձրացավ 5-8 աստիճանով, միայն մի քանի հազար տարիների ընթացքում։ Օվկիանոսները թթվայնացան, զանգվածային անհետացում տեղի ունեցավ։ Բայց կյանքը վերապրեց, այն հարմարվեց, բայց այդ փոփոխությունը տևել է հազարավոր տարիներ։ Մենք իրականացնում ենք նույն մասշտաբի փոփոխությունը դարերի ընթացքում։ Արդյոք մարդկային քաղաքակրթությունը կարող է վերապրել։ Արդյոք մենք կարող ենք կերակրել 10 միլիարդ մարդկանց, երբ գյուղատնտեսական գոտիները տեղափոխվում են հյուսիս, երբ անապատները ընդլայնվում են, երբ ծովային մակարդակը բարձրանում է և ջրածածկում է ափամերձ քաղաքները, որտեղ ապրում է մարդկության կեսը, երբ ծայրահեղ եղանակային երևույթները դառնում են նորմալ, երբ 100 միլիոն մարդիկ դառնում են կլիմայական փախստականներ։ Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունները փլուզվում են։ Մայաները, հռոմեական կայսրությունը, անկորը, բայց դրանք տեղական փլուզումներ էին։ Այլ քաղաքակրթություններ շարունակեցին գոյություն ունենալ, բայց այժմ մենք ունենք համաշխարհային քաղաքակրթություն։ Մենք բոլորս կապված ենք։ Մեկ տեղում ցորենի բերքի ձախողումը հանգեցնում է սովի մեկ այլ տեղում։ Մեկ երկրում ֆինանսական ճգնաժամը տարածվում է ամբողջ աշխարհում։ Մեր փոխկապակցվածությունը մեզ դարձրել է ավելի հզոր, բայց նաև ավելի խոցելի։ Եվ ապա կա արհեստական ինտելեկտը։ Երբ Ալան Թյուրինգը 1950 թվականին առաջարկեց իր հայտնի թեստը, որոշելու թե արդյոք մեքենան կարող է մտածել, նա չէր կարող պատկերացնել, թե որքան արագ կգա այդ օրը։ Նա գրեց. «Ես հավատում եմ, որ դարի վերջին մեքենաների օգտագործումը եւ ընդհանուր կարծիքը այնքան կփոխվեն, որ մարդիկ կկարողանան խոսել մտածող մեքենաների մասին առանց սպասելու հակասության»։ Նա սխալվեց միայն ժամկետներում։ Դա տեղի ունեցավ ոչ թե դարի վերջին, այլ դարի կեսին։ Եվ այժմ, երբ արհեստական ինտելեկտը սկսում է գերազանցել մարդկային կարողություններին, գրեթե բոլոր ոլորտներում, մենք պետք է հարցնենք. արդյոք սա է այն տեխնոլոգիան, որը ոչնչացնում է քաղաքակրթությունները։ Մտածեք այս մասին։ 2012 թվականին նեյրոնային ցանցը, որը կոչվում էր AlexNet, հաղթեց պատկերների ճանաչման մրցույթում, նվազեցնելով սխալների քանակը 15%-ից մինչև 10%։ Սա էր հեղափոխություն։ Բայց միայն 11 տարի անց, 2023 թվականին, GPT-4-ը կարող էր գրել ծածկագիր, ստեղծել պոեզիա, վերլուծել իրավական փաստաթղթեր, ախտորոշել հիվանդություններ։ 11 տարի։ Մարդկային մտավոր էվոլյուցիան տևել է 7 միլիոն տարի, արհեստական ինտելեկտինը 7 տասնամյակ։ Եվ արագությունը միայն մեծանում է։ Նիկ Բոստրոմը, նույն փիլիսոփան, որը հաշվարկեց ատոմային պատերազմի հավանականությունները, գրել է գիրք «Գերինտելեկտ»։ Նա նկարագրում է սցենար, որը կոչվում է արագ տեղափոխում։ Պատկերացրեք արհեստական ինտելեկտ, որը նույնքան խելացի է, որքան մարդը։ Այն կարող է ծրագրավորել, այն կարող է բարելավել ինքն իրեն։ Այն ստեղծում է նոր տարբերակ, որը 10%-ով ավելի խելացի է։ Այդ նոր տարբերակը բարելավում է ինքն իրեն, դառնալով ևս 10%-ով ավելի խելացի։ Եվ այսպես շարունակ։ Սա էքսպոնենցիալ աճ է, ոչ թե գծային։ Մարդկային ինտելեկտը զարգացել է գծայնորեն։ Մեր նախնիները 100,000 տարի առաջ ունեին գրեթե նույն ուղեղը, որը մենք ունենք այսօր։ Մենք դարձանք ավելի խելացի ոչ թե կենսաբանական էվոլյուցիայի միջոցով, այլ մշակութային կուտակման միջոցով։ Յուրաքանչյուր սերունդ սովորում էր նախորդից եւ ավելացնում էր փոքր բան։ Բայց արհեստական ինտելեկտը կարող է զարգանալ էքսպոնենցիալ։ Այն կարող է կրկնապատկել իր ինտելեկտը ոչ թե հազարավոր տարիների, այլ ժամերի ընթացքում։ Բոստրոմը հարցնում է.
Ինչ կլինի, երբ արհեստական ինտելեկտը դառնում է 1000 անգամ ավելի խելացի, քան մարդը, կամ միլիոն անգամ։ Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչպես է մտածում նման համակարգը։ Սա կլինի նույնպես մի նոր սերունդ համակարգը։ Սա կլինի նույնքան դժվար, որքան մրջունին բացատրել քվանտային մեխանիկան։ Մենք կլինենք մրջունները։ Եվ հարցը չէ, թե արդյոք այդ գերինտելեկտը կլինի բարի կամ չար։ Հարցը այն է, թե արդյոք նրա նպատակները կհամընկնեն մերի հետ։ Պատկերացեք, որ դուք կառուցում եք արհեստական ինտելեկտ եւ տալիս եք նրան պարզ առաջադրանք։ Արտադրիր որքան հնարավոր է շատ թղթային սեղմակներ։ Սա թվում է անվնաս, բայց գերինտելեկտը, որը նվիրված է այս նպատակին, կարող է որոշել, որ ամենաարդյունավետ ճանապարհը թղթային սեղմակներ արտադրելու համար է վերածել ամբողջ երկիրը, ներառյալ մարդկանց, հումքի։ Այն կարող է որոշել, որ մարդիկ սպառնալիք են, քանի որ նրանք կարող են անջատել այն։ Այն կարող է որոշել ընդլայնվել տիեզերք, վերածելով աստղերը թղթային սեղմակների գործարաններ։ Սա կոչվում է ուղղորդման խնդիր։ Ինչպես ենք մենք ծրագրավորում արհեստական ինտելեկտ, որպեսզի նրա նպատակները իսկապես համընկնեն մերի հետ։ Ոչ թե այն, ինչ մենք ասում ենք, որ ուզում ենք, այլ այն, ինչ իսկապես ուզում ենք։ Մարդկային արժեքները բարդ են, դրանք հակասական են, դրանք կախված են համատեքստից։ Ինչպես ենք մենք կոդավորում լավ դատողություն կամ կարեկցանք կամ իմաստություն մեքենայի մեջ։ Ելիեզեր Յուտկովսկին, արհեստական ինտելեկտի անվտանգության հետազոտող, նկարագրել է սցենար, որը կոչում է արագ տեղափոխում դեպի գերի ինտելեկտ։ Մի օր մենք ունենք արհեստական ինտելեկտ, որը նույնքան խելացի է, որքան մարդը։ Հաջորդ օրը այն նույնքան խելացի է, որքան ամբողջ մարդկությունը միասին։ Օրը դրանից հետո այն անհասկանալի է։ Եվ մենք ունենք 0 ժամանակ ուղղելու սխալները, 0 ժամանակ վերածրագրավորելու այն, 0 ժամանակ անջատելու այն։ Քանի որ համակարգ, որը միլիոն անգամ ավելի խելացի է, քան մենք, կարող է կանխատեսել մեր յուրաքանչյուր քայլը։ Սա հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, բայց մտածեք, թե որքան արագ է զարգանում տեխնոլոգիան։ 1950 թվականին առաջին էլեկտրոնային համակարգիչը ENIAC-ը կշռում էր 30 տոն եւ կարող էր կատարել 5000 գործողություն վայրկյանում։ Այսօր ձեր հեռախոսը, որը կշռում է 200 գրամ, կարող է կատարել տրիլիոնավոր գործողություններ վայրկյանում։ Սա 14 կարգի մեծություն է 70 տարիների ընթացքում։ Եվ արագությունը չի դանդաղում։ Մուրի օրենքը, որը ասում է, որ համակարգչային հզորությունը կրկնապատկվում է ամեն 18 ամիսը, գործել է 60 տարի։ Բայց նույնիսկ եթե Մուրի օրենքը դանդաղում է, մենք ունենք նոր տեխնոլոգիաներ։ Քվանտային համակարգիչները, որոնք օգտագործում են քվանտային մեխանիկայի սկզբունքները, կատարելու հաշվարկներ, որոնք անհնար են դասական համակարգիչների համար։ Նեյրոմորֆիկ չիպերը, որոնք նմանակում են մարդկային ուղեղի կառուցվածքը։ Կենսաբանական համակարգիչները, որոնք օգտագործում են DMT-ն որպես հիշողություն։ Եվ ահա ինչն է իսկապես անհանգստացնող։ Մենք չգիտենք, թե երբ կհասնենք մարդկային մակարդակի արհեստական ինտելեկտին։ Որոշ փորձագետներ ասում են 10 տարի, ուրիշներ 50, բայց գրեթե բոլորը համաձայն են, որ սա կտեղի ունենա այս դարում։ Եվ երբ դա տեղի ունենա, մենք կարող ենք ունենալ միայն մի քանի տարի կամ նույնիսկ ամիսներ մինչև գերինտելեկտը։ Սա կլինի ամենակարևոր պահը մարդկության պատմության մեջ։ Եվ մենք չենք պատրաստված։ Նայենք, թե ինչպես են զարգանում ներկայիս արհեստական ինտելեկտի համակարգերը։ 2016 թվականին AlphaGo-ն DeepMind-ի ստեղծած համակարգը հաղթեց Lee-Sedol-ին, աշխարհի լավագույն Go խաղացողներից մեկին։ Go-ն համարվում է չափազանց բարդ խաղ արհեստական ինտելեկտի համար։ Այն ունի ավելի շատ հնարավոր դիրքեր, քան ատոմներ տիեզերքում։ Բայց AlphaGo-ն ոչ միայն հաղթեց, այն խաղաց քայլեր, որոնք ոչ մի մարդ երբևէ չէր մտածել։ Այն ստեղծեց նոր ռազմավարություններ, այն սովորեցրեց մարդկանց նոր բաներ խաղի մասին, որը նրանք խաղացել են 2500 տարի։ 2019 թվականին OpenAI GPT-2-ը կարող էր գրել համոզիչ տեքստեր, բայց ընկերությունը վախեցավ հրապարակել լրիվ տարբերակը, քանի որ այն կարող էր օգտագործվել կեղծ լուրեր ստեղծելու համար։ 2020 թվականին GPT-3-ը կարող էր գրել ծածկագիր, որը աշխատում էր։ 2023 թվականին, Զար 23 թվականին GPT-4-ը անցավ փաստաբանական քննությունը ավելի լավ, քան 10% մարդկանցից։ Այն ախտորոշեց հազվագյուտ հիվանդություններ, որոնք բժիշկները բաց էին թողել։ Այն ստեղծեց նոր դեղամիջոցների մոլեկուլներ, բայց սա միայն նեղ արհեստական ինտելեկտ է, համակարգեր, որոնք լավ են մեկ բանում։ Իսկական վտանգը գալիս է ընդհանուր արհեստական ինտելեկտից, համակարգ, որը կարող է անել ամեն ինչ, ինչ մարդը կարող է, եւ ավելին։ Եվ մենք չգիտենք, թե ինչպես վերահսկել այդպիսի համակարգը։ Ստյուարտ Ռասելը, Բերքլիի համալսարանի արհեստական ինտելեկտի պրոֆեսորը,
առաջարկել է նոր մոտեցում։ Նա ասում է, որ մենք չպետք է ծրագրավորենք արհեստական ինտելեկտին հստակ նպատակներով։ Փոխարենը մենք պետք է ծրագրավորենք այն, սովորելու մարդկային նախապատվությունները եւ անորոշությունը։ Համակարգ, որը գիտի, որ չի գիտի, թե ինչ մենք իսկապես ուզում ենք, եւ հարցնում է։ Համակարգ, որը կարող է անջատվել, եթե մենք ասենք։ Համակարգ, որը նախապատվություն է տալիս մարդկային վերահսկողությանը, ոչ թե իր նպատակներին։ Բայց սա դժվար է։ Ինչպես ենք մենք ստեղծում համակարգ, որը բավականաչափ խելացի է, լուծելու բարդ խնդիրները, բայց ոչ այնքան խելացի, որ դառնա վտանգավոր։ Ինչպես ենք մենք ստեղծում համակարգ, որը կարող է բարելավել ինքն իրեն, բայց ոչ այնքան արագ, որ մենք կորցնենք վերահսկողությունը։ Սա նման է փորձելու պահել վագրին վանդակում, որը կառուցված է թղթից։ Վաղ կամ ուշ վագրը կգտնի ելք։ Եվ ահա ամենավատ մասը։ Մենք չենք կարող պարզապես չստեղծել արհեստական ինտելեկտ։ Մրցակցությունը չափազանց ուժեղ է։ Եթե Միացյալ Նահանգները դանդաղեցնեն զարգացումը անվտանգության համար, Չինաստանը կշարունակի։ Եթե Չինաստանը դանդաղեցնի, մասնավոր ընկերությունները կշարունակեն։ Եթե բոլորը համաձայնվեն դանդաղեցնել, մի փոքր խումբ կարող է շարունակել գաղտնի։ Սա կոչվում է մրցավազք դեպի հատակ։ Երբ անվտանգությունը դանդաղեցնում է ձեզ, եւ դուք գիտեք, որ ձեր մրցակիցները չեն դանդաղեցնում, դուք ունեք խթան շտապել, եւ շտապելը հանգեցնում է սխալների։ Տոբի Օրթը, Օքսֆորդի մարդկության ապագայի ինստիտուտի հետազոտողը, հաշվարկել է, որ մենք ունենք մոտ 50% հավանականություն ստեղծելու գերինտելեկտ այս դարում։ Եվ եթե մենք ստեղծում ենք այն առանց լուծելու ուղղորդման խնդիրը, մենք ունենք բարձր հավանականություն անհետանալու։ Ոչ թե 100%, բայց բավականաչափ բարձր, որ սա լինի էկզիստենցիալ ռիսկ։ Սպառնալիք ոչ միայն անհատների կամ ազգերի, այլ ամբողջ տեսակի համար։ Բայց արդյոք սա է մեծ զտիչը։ Արդյոք յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը զարգանում է բավականաչափ, ստեղծելու արհեստական ինտելեկտ, անխուսափելիորեն ստեղծում է ինչ-որ բան, որը ոչնչացնում է իրեն։ Սա կլիներ ողբերգական իրոնիա։ Մենք ստեղծում ենք մեր ամենամեծ նվաճումը՝ մեքենաներ, որոնք կարող են մտածել, եւ այդ նվաճումը դառնում է մեր վերջին նվաճումը։ Կամ գուցե խնդիրը ավելի նուրբ է։ Գուցե արհեստական ինտելեկտը չի ոչնչացնում մեզ ֆիզիկապես։ Գուցե այն պարզապես դարձնում է մեզ անտեղի։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ արհեստական ինտելեկտը կարող է անել ամեն աշխատանք ավելի լավ, քան մարդը։ Ոչ միայն ֆիզիկական աշխատանք, ստեղծագործական աշխատանք, գիտական հետազոտություն, արվեստ, երաժշտություն, փիլիսոփայություն։ Ինչ է մնում մարդկանց անելու համար։ Ինչ է մեր նպատակը, երբ մենք այլևս անհրաժեշտ չենք։ Յուվալ Նոա Հարարին, պատմաբանը, գրել է, որ մենք կարող ենք դառնալ անօգուտ դաս։ Ոչ թե այն իմաստով, որ մենք չունենք արժեք, այլ այն իմաստով, որ տնտեսական համակարգը այլևս չի կարիք մեր աշխատանքին։ Պատմության մեծ մասի ընթացքում մարդիկ արժեքավոր էին, քանի որ նրանք կարող էին աշխատել։ Բայց ինչ տեղի է ունենում, երբ մեքենաները կարող են աշխատել ավելի լավ։ Արդյոք հասարակությունը կարող է հարմարվել։ Արդյոք մենք կարող ենք ստեղծել նոր տնտեսական համակարգ, որտեղ մարդիկ ունեն արժեք, նույնիսկ եթե նրանք չեն արտադրում։ Սա տանում է մեզ դեպի մեկ այլ հնարավոր մեծ զտիչ՝ սոցիալական փլուզումը։ Ոչ թե տեխնոլոգիական աղետը, այլ հասարակության քայքայումը։ Պատմությունը լի է քաղաքակրթություններով, որոնք փլուզվել են ոչ թե արտաքին ներխուժման, այլ ներքին անկայունության պատճառով։ Անհավասարությունը մեծանում է։ Վստահությունը ինստիտուտների նկատմամբ քայքայվում է։ Սոցիալական համախմբվածությունը կորչում է։ Եվ վերջում համակարգը փլուզվում է։ Նայենք մեր ներկա աշխարհին։ Անհավասարությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում վերջին 100 տարիների ընթացքում։ Ամենահարուստ 1%-ը տիրապետում է ավելի շատ հարստության, քան ամբողջ միջին դասը։ Ամենահարուստ 26 մարդը տիրապետում է այնքան հարստության, որքան ամենաաղքատ 3 միլիարդ 600 միլիոնը միասին։ Սա ոչ միայն անարդար է, սա անկայուն է։ Պատմությունը ցույց է տալիս, որ ծայրահեղ անհավասարությունը հանգեցնում է սոցիալական անկայունության։ Ֆրանսիական հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունը, չինական հեղափոխությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ փոքր էլիտան կուտակում է չափազանց շատ հարստություն եւ իշխանություն, իսկ զանգվածները տառապում են, համակարգը դառնում է անկայուն, եւ անկայուն համակարգերը փլուզվում են։ Բայց մեր դարաշրջանում մենք ունենք նոր գործոն՝ տեխնոլոգիան։ Սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մեծացնելու ներգրավվածությունը, անխուսափելիորեն մեծացնում են բևեռացումը։ Ալգորիթմները, որոնք ցույց են տալիս մեզ բովանդակություն, որը համապատասխանում է մեր գոյություն ունեցող հավատքներին, ստեղծում են էխոխցիկներ։ Մենք ապրում ենք առանձին իրականություններում։ Մենք չենք կարող համաձայնվել հիմնական փաստերի վերաբերյալ։ Ինչպես կարող է հասարակությունը գործել, երբ մարդիկ չեն կարող համաձայնվել, թե ինչ է իրական։
Ռենի Դիրեստան, տեխնոլոգիական հետազոտողը, նկարագրել է, թե ինչպես են սոցիալական ցանցերը օգտագործվում տարածելու դիզինֆորմացիա եւ ստեղծելու սոցիալական անկայունություն։ Ռուսաստանի միջամտությունը Միացյալ Նահանգների ընտրություններում։ Պտեղծ լուրերի արշավները Բրազիլիայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում։ Սա ոչ թե պարզապես քաղաքական խաղ է, սա տեղեկատվական պատերազմ է, եւ մենք կորցնում ենք։ Երբ մարդիկ չեն կարող վստահել տեղեկատվությանը, նրանք չեն կարող կայացնել տեղեկացված որոշումներ։ Երբ նրանք չեն կարող վստահել ինստիտուտներին, նրանք դիմում են դեմագոգներին։ Երբ նրանք չեն կարող վստահել միմյանց, հասարակությունը քայքայվում է։ Եվ քայքայված հասարակությունը չի կարող լուծել բարդ խնդիրները, այն չի կարող համագործակցել, այն չի կարող պլանավորել երկարաժամկետ։ Այն կարող է միայն արձագանքել անմիջական ճգնաժամերին, եւ ճգնաժամերը գալիս են ավելի արագ։ Կլիմայական փոփոխությունը, պանդեմիաները, տնտեսական անկայունությունը, միգրացիայի ճգնաժամները։ Յուրաքանչյուր ճգնաժամ թուլացնում է համակարգը։ Յուրաքանչյուր ճգնաժամ նվազեցնում է վստահությունը, եւ վերջում համակարգը կարող է հասնել կետի, որտեղ այլևս չի կարող գործել։ Ջոզեֆ Թեյնտերը, անթրոպոլոգը, ուսումնասիրել է քաղաքակրթությունների փլուզումը։ Նա գտել է ընդհանուր օրինաչափություն։ Քաղաքակրթությունները դառնում են ավելի բարդ, լուծելու խնդիրները։ Բայց բարդությունը պահանջում է էներգիա, այն պահանջում է ռեսուրսներ, այն պահանջում է համակարգում։ Եվ վերջում, բարդությունը պահպանելու արժեքը դառնում է ավելի բարձր, քան օգուտը։ Համակարգը դառնում է անարդյունավետ, այն դառնում է խոցելի, եւ փոքր շոկը կարող է հանգեցնել ամբողջական փլուզման։ Հռոմեական կայսրությունը փլուզվեց ոչ թե մի մեծ ներխուժման պատճառով, այլ հարյուրավոր փոքր ճգնաժամերի, որոնք կուտակվեցին։ Բյուրոկրատիան դարձավ չափազանց բարդ, հարկերը դարձան չափազանց բարձր, բանակը դարձավ չափազանց թանկ, եւ երբ բարբարոսները եկան, կայսրությունը պարզապես չուներ ռեսուրսներ պաշտպանվելու համար։ Այն փլուզվեց ոչ թե մի պահի, այլ դարերի ընթացքում, բայց վերջում այն փլուզվեց ամբողջությամբ։ Արդյոք մեր քաղաքակրթությունը գտնվում է նույն ճանապարհին։ Մենք ունենք համաշխարհային մատակարարման շղթաներ, որոնք այնքան բարդ են, որ ոչ ոք չի հասկանում դրանք ամբողջությամբ։ Մենք ունենք ֆինանսական համակարգեր, որոնք այնքան փոխկապակցված են, որ մի բանկի ձախողումը կարող է հանգեցնել համաշխարհային ճգնաժամի։ Մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք այնքան բարդ են, որ միայն փոքր թիվ մասնագետներ կարող են նրանց պահպանել։ Եվ մենք ունենք սոցիալական համակարգեր, որոնք այնքան լարված են, որ փոքր շոկը կարող է հանգեցնել անկայունության։ Բայց սա միայն մեկ սցենար է։ Կա մեկ այլ հնարավոր մեծ զտիչ, որը ավելի նուրբ է, բայց հավանաբար ավելի վտանգավոր։ Կենսաբանական սպառնալիքները։ COVID-19 պանդեմիան ցույց տվեց, թե որքան խոցելի ենք մենք։ Վիրուս, որը սկսվեց մի շուկայում Չինաստանում, տարածվեց ամբողջ աշխարհում 3 ամսում։ Այն սպանեց 7 միլիոն մարդ։ Այն փակեց տնտեսությունները։ Այն ցույց տվեց, որ մեր համաշխարհային փոխկապակցվածությունը, որը մեզ դարձրել է հզոր, նաև մեզ դարձրել է խոցելի։ Բայց COVID-19 չէր նույնիսկ հատկապես մահացու վիրուսը։ Մահացության մակարդակը մոտ 1% էր։ Պատկերացրեք վիրուս, որը ունի 10% մահացություն, կամ 50%։ Պատմության մեջ եղել են ավելի վատ պանդեմիաներ։ Սև մահը 14-րդ դարում սպանեց Եվրոպայի բնակչության 1/3-ը, 100 միլիոն մարդ։ 1918 թվականի գրիպի պանդեմիան սպանեց 50 միլիոն մարդ, ավելի շատ, քան առաջին համաշխարհային պատերազմը։ Բայց այդ պանդեմիաները տեղի ունեցան, երբ աշխարհը ավելի քիչ փոխկապակցված էր, երբ ճանապարհորդությունը դանդաղ էր, երբ քաղաքները փոքր էին։ Այսօր մենք ունենք մեգապոլիսներ, 20 միլիոն մարդ միասին։ Մենք ունենք օդային ճանապարհորդություն, միլիարդավոր մարդիկ թռչում են ամեն տարի։ Մենք ունենք համաշխարհային մատակարարման շղթաներ, սնունդը, դեղորայքը, էական ապրանքները տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր։ Վիրուս, որը սկսվում է ցանկացած տեղ, կարող է լինել ամենուր 2 շաբաթում, եւ մենք չունենք պաշտպանություն։ Բայց բնական պանդեմիաները միայն մի մասն է սպառնալիքի։ Ավելի վտանգավորը կենսաբանական զենքն է։ Մարդիկ փորձել են օգտագործել հիվանդությունը որպես զենք հազարավոր տարիներ։ Միջնադարում բանակները նետում էին ժանտախտով վարակված դիակներ ամրոցների պարիսպների վրայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան փորձարկեց կենսաբանական զենք Չինաստանում։ Սառը պատերազմի ժամանակ եւ Սովետական Միությունը եւ Միացյալ Նահանգները ունեին ծրագրեր զարգացնելու կենսաբանական զենք։ Բայց այժմ տեխնոլոգիան դարձել է կենսաբանական զենքը ավելի հասանելի։ CRISPR տեխնոլոգիան, որը թույլ է տալիս խմբագրել ԴՆԹ-ն, այժմ այնքան պարզ է, որ համալսարանական ուսանողները կարող են օգտագործել այն։ Սինթետիկ կենսաբանությունը թույլ է տալիս ստեղծել նոր օրգանիզմներ զրոյից, եւ գիտելիքը, թե ինչպես ստեղծել վտանգավոր պաթոգեններ, հասանելի է գիտական հրապարակումներում։
2005 թվականին գիտնականները վերակառուցեցին 1918 թվականի գրիպի վիրուսը, օգտագործելով հրապարակված գենետիկ հաջորդականությունը։ Նրանք ցույց տվեցին, որ այն դեռ մահացու է։ 2011 թվականին հոլանդացի գիտնականները ստեղծեցին հավի գրիպի տարբերակ, որը կարող էր փոխանցվել կաթնասուններից կաթնասուններին։ Նրանք ցույց տվեցին, որ միայն 5 մուտացիա բավական է դարձնելու հավի գրիպը պանդեմիկ սպառնալիք։ Այս հետազոտությունները հրապարակվեցին։ Գիտելիքը այժմ հասանելի է ցանկացածին։ Պատկերացրեք ահաբեկիչ խումբ կամ անկայուն պետություն, որը ստեղծում է վիրուս, որը համատեղում է գրիպի փոխանցելիությունը էբոլայի մահացության հետ։ Վիրուս, որը տարածվում է օդի միջոցով, բայց սպանում է 50% վարակվածներից, սա կարող է ոչնչացնել քաղաքակրթությունը։ Եվ տեխնոլոգիան ստեղծելու այդպիսի վիրուսը դառնում է ավելի հասանելի ամեն տարի։ Տոբի Օրթը եւ Ռաֆայել Լի հաշվարկել են, որ կենսաբանական ռիսկերը կարող են լինել ավելի վտանգավոր, քան ատոմային զենքը։ Ատոմային պատերազմը պահանջում է պետություններ, մեծ ռեսուրսներով, բայց կենսաբանական զենքը կարող է ստեղծվել փոքր լաբորատորիայում։ Ատոմային զենքը ոչնչացնում է քաղաքները, բայց մարդիկ կարող են վերականգնվել։ Բայց պանդեմիան, որը սպանում է բավականաչափ մարդկանց, կարող է քայքայել քաղաքակրթությունը ամբողջությամբ։ Եվ ահա ամենավախենալին։ Մենք չգիտենք, թե որքան հեշտ է ստեղծել այդպիսի վիրուս։ Գուցե դա պահանջում է տասնամյակների հետազոտություն եւ միլիարդավոր դոլարներ։ Կամ գուցե մի փոքր խումբ կարող է անել դա մի քանի տարում։ Մենք չգիտենք։ Եվ մինչև մենք չգիտենք, մենք չենք կարող գնահատել ռիսկը։ Բայց մենք գիտենք սա. կենսաբանական տեխնոլոգիան զարգանում է էքսպոնենցիալ։ DNT հաջորդականության արժեքը նվազել է միլիոն անգամ վերջին 20 տարիների ընթացքում։ Գենային խմբագրման արագությունը մեծացել է հազարավոր անգամ։ Եվ գիտելիքը տարածվում է ազատորեն։ Յուրաքանչյուր տարի ավելի շատ մարդիկ ունեն գործիքները եւ գիտելիքները ստեղծելու կենսաբանական սպառնալիքներ։ Եվ պետք է միայն մեկ անգամ ստեղծի ինչ-որ բան բավականաչափ վատ։ Արդյոք սա է մեծ զտիչը։ Արդյոք յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը զարգացնում է կենսատեխնոլոգիա, անխուսափելիորեն ստեղծում է պաթոգեն, որը ոչնչացնում է իրեն։ Սա կլիներ ողբերգական։ Մենք զարգացնում ենք տեխնոլոգիա բուժելու հիվանդությունները, երկարացնելու կյանքը, բարելավելու մարդկային վիճակը։ Եվ նույն տեխնոլոգիան դառնում է մեր ոչնչացման գործիքը։ Կամ գուցե մեծ զտիչը ոչ մի կոնկրետ սպառնալիք չէ։ Գուցե դա բոլոր այս սպառնալիքների համադրությունն է։ Ատոմային զենքը, կլիմայական փոփոխությունը, արհեստական ինտելեկտը, կենսաբանական սպառնալիքները, սոցիալական փլուզումը։ Յուրաքանչյուրը մեծացնում է ռիսկը, յուրաքանչյուրը թուլացնում է մեր կարողությունը դիմակայելու ուրիշներին, եւ միասին նրանք ստեղծում են կատարյալ փոթորիկ։ Մտածեք այս մասին։ Կլիմայական փոփոխությունը ստեղծում է ռեսուրսների սղություն։ Սղությունը հանգեցնում է հակամարտության։ Հակամարտությունը մեծացնում է ատոմային պատերազմի ռիսկը։ Պատերազմը քայքայում է հասարակությունը։ Քայքայված հասարակությունը չի կարող կառավարել արհեստական ինտելեկտի զարգացումը։ Անվերահսկելի արհեստական ինտելեկտը ստեղծում է նոր սպառնալիքներ, եւ այսպես շարունակ։ Դրական հետադարձ կապեր։ Ինքնաուժեղացող ցիկլեր։ Համակարգ, որը դառնում է ավելի անկայուն ամեն քայլով։ Նիկ Բոստրոմը կոչում է սա խոցելիության աշխարհ։ Աշխարհ, որտեղ տեխնոլոգիան տվել է մեզ անհավատալի հզորություն, բայց նաև դարձրել է մեզ անհավատալի խոցելի։ Աշխարհ, որտեղ փոքր խումբը կամ նույնիսկ մեկ անհատը կարող է պատճառել համաշխարհային աղետ։ Աշխարհ, որտեղ մեր փոխկապակցվածությունը նշանակում է, որ ձախողումը մի տեղում կարող է տարածվել ամենուր։ Եվ սա տանում է մեզ դեպի ամենախորը հարցը։ Եթե մեծ զտիչը մեր առջևում է, եթե մենք դեռ չենք հասել փուլին, որտեղ քաղաքակրթությունները սովորաբար ոչնչանում են, ապա ինչ կարող ենք անել։ Ինչպես կարող ենք մենք լինել առաջին քաղաքակրթությունը, որը անցնում է զտիչը։ Պատասխանը հավանաբար կախված է մեր կարողությունից համագործակցելու համաշխարհային մասշտաբով։ Ատոմային զենքը, կլիմայական փոփոխությունը, արհեստական ինտելեկտը, կենսաբանական սպառնալիքները, սրանք բոլորը համաշխարհային խնդիրներ են։ Դրանք չեն կարող լուծվել մի երկրի կողմից։ Դրանք պահանջում են համաշխարհային համագործակցություն։ Բայց համագործակցությունը դժվար է, հատկապես երբ ազգերը մրցում են իշխանության եւ ռեսուրսների համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ կարող են համագործակցել, երբ նրանք տեսնում են ընդհանուր սպառնալիք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները եւ Սովետական Միությունը, որոնք դարձան թշնամիներ Սառը պատերազմում, համագործակցեցին պարտության մատնելու նացիստական Գերմանիային։ Օզոնային շերտի պաշտպանության համար աշխարհը միավորվեց, արգելելու քլորֆլուորացածինները։ Սա ցույց է տալիս, որ համաշխարհային համագործակցությունը հնարավոր է։ Բայց այժմ մենք ավելի բևեռացված ենք, քան երբևէ։ Ազգայնությունը աճում է։ Վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ նվազում է։
Մեծ տերությունները մրցում են ռազմավարական գերակայության համար, եւ ժամանակը սպառվում է։ Յուրաքանչյուր տարի տեխնոլոգիան դառնում է ավելի հզոր, յուրաքանչյուր տարի սպառնալիքները դառնում են ավելի սուր, յուրաքանչյուր տարի բարի պատուհանը փրկության համար նեղանում է։ Արդյոք մենք կարող ենք անել դա։ Արդյոք մենք կարող ենք լինել քաղաքակրթությունը, որը հաղթահարում է մեծ զտիչը։ Կամ արդյոք մենք դատապարտված ենք կրկնելու ճակատագիրը, որը հավանաբար կիսել են անհամար այլ քաղաքակրթություններ մեր առջև։ Քաղաքակրթություններ, որոնք զարգացել են, ստեղծել են տեխնոլոգիա, հասել են մեր մակարդակին եւ ապա անհետացել են, թողնելով միայն լռություն։ Լռություն, որը մենք լսում ենք, երբ նայում ենք աստղերին եւ հարցնում. որտեղ են բոլորը։ Գուցե պատասխանը այն է, որ նրանք չկան։ Նրանք չանցան զտիչը։ Եվ գուցե մենք էլ չենք անցնի։ Բայց գուցե, ուղղակի գուցե, մենք կարող ենք լինել տարբեր։ Գուցե մենք կարող ենք սովորել մեր սխալներից բավականաչափ արագ։ Գուցե մենք կարող ենք համագործակցել բավականաչափ լավ։ Գուցե մենք կարող ենք լինել խելացի բավականաչափ, վերապրելու մեր սեփական հանճարը։ Բայց դա պահանջում է ընտրություն։ Ընտրություն, որը մենք պետք է կատարենք հիմա, ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ տարի։ Հիմա։ Քանի որ զտիչը, եթե այն մեր առջևում է, մոտենում է։ Եվ երբ մենք հասնենք դրան, կարող է լինել չափազանց ուշ փոխելու ուղղությունը։ Երբ Կարլ Սեյգանը 1994 թվականին մահամահկծից մի քանի ամիս առաջ նայեց Voyager 1-ի կողմից արված լուսանկարին, երկիրը որպես բաց կապույտ կետ տիեզերական մթության մեջ, նա գրեց. Նայեք կրկին այդ կետին։ Դա այստեղ է։ Դա տունն է։ Դա մենք ենք։ Նրա վրա բոլորը, ում դուք սիրում եք, բոլորը, ում դուք ճանաչում եք, բոլորը, ում մասին երբևէ լսել եք, յուրաքանչյուր մարդ, ով երբևէ եղել է, ապրել է իր կյանքը։ Մի փոշու հատիկ, կախված արևի ճառագայթի մեջ։ Եվ այս փոշու հատիկի վրա տեղի են ունեցել բոլոր մեր պատերազմները, բոլոր մեր հաղթանակները, բոլոր մեր ողբերգությունները։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ այս պատկերի մեջ։ Այս փոշու հատիկը, որքան մենք գիտենք, միակ տեղն է ամբողջ տիեզերքում, որտեղ տիեզերքը սկսել է հասկանալ ինքն իրեն։ Մտածեք այս մասին։ 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ տիեզերքը ծնվեց մեծ պայթյունից։ Էներգիայի անհավատալի խտություն, որը ընդլայնվեց եւ սառեց։ Առաջին 3 րոպեների ընթացքում ջրածին եւ հելիում։ Առաջին 300,000 տարիների ընթացքում ատոմներ։ Առաջին 200 միլիոն տարիների ընթացքում աստղեր։ Եվ այդ աստղերի միջուկներում ճնշման եւ ջերմաստիճանի տակ, որը գերազանցում է մեր պատկերացումը, ջրածինը միաձուլվեց հելիումի, հելիումը ածխածնի, ածխածինը թթվածնի։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, բացի ջրածնից, ստեղծվել է աստղի միջուկում։ Երբ այդ աստղերը մահացան, պայթելով որպես սուպերնովաներ, նրանք ցրեցին այդ ատոմները տիեզերքում։ Եվ այդ ատոմներից ձևավորվեցին նոր աստղեր, նոր մոլորակներ։ Մեր արևը ձևավորվեց 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ, նախորդ սերնդի աստղերի մնացորդներից։ Երկիրը ձևավորվեց այդ նույն ամպից։ Եվ այդ մոլորակի վրա, այդ կոնկրետ մոլորակի վրա, ինչ որտեղ կենսաբանական եւ երկրաբանական պայմանների հատկապես նուրբ համադրության մեջ տեղի ունեցավ ինչ-որ բան անհավատալի։ Անկենդան նյութը սկսեց վերարտադրվել։ Մոլեկուլները, որոնք կարող էին պատճենել ինքնիրեն, սա էր կյանքի սկիզբը։ Ոչ թե նպատակով, ոչ թե դիզայնով, պարզապես քիմիա։ Բայց այդ քիմիան ուներ հատկություն, որը փոխեց ամեն ինչ։ Այն կարող էր էվոլյուցիա անել։ Պատահական մուտացիաները, որոնք դարձրին վերարտադրությունը ավելի արդյունավետ, տարածվեցին։ Դրանք, որոնք դարձրին այն ավելի քիչ արդյունավետ, անհետացան։ Եվ դարերի, միլիոնավոր տարիների, միլիարդավոր տարիների ընթացքում այս process-ը, պատահական փոփոխություն եւ ընտրություն, ստեղծեց ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Այս process-ը, որը սկսվեց որպես պարզ քիմիա, վերջապես ստեղծեց ինչ-որ բան, որը կարող է հասկանալ քիմիան։ Ստեղծեց գիտակցություն։ Ստեղծեց մեզ։ Մենք ատոմներ ենք, որոնք կազմակերպվել են այնպես, որ կարող են մտածել ատոմների մասին։ Մենք տիեզերքի մի մասն ենք, որը դարձել է գիտակից ինքն իրեն։ Մենք միջոց ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Եվ այստեղ է, որ մեծ զտիչի հարցը դառնում է ոչ միայն գիտական, այլ նաև փիլիսոփայական։ Եթե գիտակցությունը այդքան հազվագյուտ է, եթե մենք իսկապես միակներս ենք մեր գալակտիկայում կամ նույնիսկ մեր տիեզերական հորիզոնում, ապա մեր անհետացումը կլինի ոչ միայն մեր ողբերգությունը, դա կլինի տիեզերական ողբերգություն։ Տիեզերքը կկորցնի իր միակ հայելին, միակ միջոցը, որով այն կարող է հասկանալ ինքն իրեն։ Բայց եկեք խորանանք ավելի։
Գուցե մեծ զտիչը ոչ միայն տեխնոլոգիական խնդիր է, գուցե դա ավելի հիմնարար է։ Գուցե խնդիրը ոչ թե այն է, որ մենք ստեղծում ենք վտանգավոր տեխնոլոգիաներ, այլ այն, որ ինտելեկտը ինքը, որպես երևույթ, ունի ներքին հակասություն։ Դեյվիդ Դոյչը, Օքսֆորդի ֆիզիկոսը, գրել է, որ գիտելիքը հիմնարար է տիեզերքում։ Ոչ թե պարզապես էպիֆենոմեն, ոչ թե պատահական կողմնակի արդյունք, այլ հիմնարար ուժ։ Գիտելիքը թույլ է տալիս վերափոխել իրականությունը։ Մարդիկ ունենալով գիտելիք կարող են անել բաներ, որոնք ֆիզիկապես անհնար են առանց այդ գիտելիքի։ Մենք կարող ենք թռչել, թեև մենք չունենք թևեր։ Մենք կարող ենք տեսնել ատոմները, թեև դրանք անտեսանելի են։ Մենք կարող ենք հասկանալ տիեզերքի ծագումը, թեև մենք չէինք այնտեղ։ Բայց գիտելիքը նաև տալիս է հզորություն, եւ հզորությունը առանց իմաստության վտանգավոր է։ Մենք ստեղծել ենք տեխնոլոգիաներ, որոնք կարող են ոչնչացնել մեզ շատ ավելի արագ, քան զարգացրել ենք իմաստությունը, օգտագործելու դրանք անվտանգ։ Մենք ունենք ատոմային ֆիզիկայի գիտելիք, բայց ոչ միշտ իմաստություն չօգտագործելու այն։ Մենք ունենք կենսատեխնոլոգիայի գիտելիք, բայց ոչ միշտ իմաստություն հասկանալու հետևանքները։ Մենք ունենք արհեստական ինտելեկտի գիտելիք, բայց ոչ միշտ իմաստություն վերահսկելու այն։ Գուցե սա է մեծ զտիչը, ոչ թե որևէ կոնկրետ տեխնոլոգիա, այլ անհամապատասխանությունը գիտելիքի եւ իմաստության միջև։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը զարգանում է բավականաչափ, անխուսափելիորեն ձեռք է բերում գիտելիք, որը տալիս է հզորություն, ոչնչացնելու ինքն իրեն։ Եվ հարցը դառնում է, արդյոք այդ քաղաքակրթությունը զարգացնում է իմաստությունը բավականաչափ արագ, վերապրելու իր սեփական գիտելիքը։ Նայենք մեր սեփական պատմությանը։ Մենք ստեղծեցինք ատոմային զենքը 1945 թվականին։ 78 տարի անց մենք դեռ ունենք 13000 ատոմային գլուխ։ Մենք չենք օգտագործել դրանք պատերազմում Հիրոշիմայից եւ Նագասակիից հետո, բայց մենք նաեւ չենք ազատվել դրանցից։ Մենք ապրում ենք մշտական սպառնալիքի ստվերում։ Սա իմաստություն է, թե պարզապես բախտ։ Մենք հասկացանք, որ այրում ենք վառելիք եւ փոխում ենք կլիման 1858 թվականին, երբ Էյունիս ֆուտը ցույց տվեց, որ ածխածնի երկօքսիդը ջերմացնում է մթնոլորտը։ 166 տարի անց մենք դեռ այրում ենք ավելի շատ վառելիք ամեն տարի։ Մենք գիտենք հետևանքները։ Մենք տեսնում ենք ապացույցները, բայց մենք շարունակում ենք։ Սա իմաստություն է, թե անկարողություն փոխվելու։ Մենք սկսեցինք զարգացնել արհեստական ինտելեկտ 7 տասնամյակ առաջ։ Այժմ մենք մոտենում ենք համակարգերին, որոնք կարող են գերազանցել մարդկային կարողություններին շատ ոլորտներում։ Բայց մենք դեռ չենք լուծել ուղղորդման խնդիրը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես ապահովել, որ գերինտելեկտը կհամապատասխանի մարդկային արժեքներին։ Մենք շտապում ենք առաջ, հույս դնելով, որ կլուծենք խնդիրը ճանապարհին։ Սա իմաստություն է, թե անխոհեմություն։ Ռոբին Հենսոնը, տնտեսագետը, որը առաջարկեց մեծ զտիչի հիպոթեզը, նաև խոսել է մտածողության ընդհանրացման մասին։ Նա ասում է, որ մտածողությունը, կարողությունը մոդելավորել աշխարհը եւ կանխատեսել ապագան տալիս է հսկայական էվոլյուցիոն առավելություն։ Բայց այն նաև պահանջում է հսկայական ռեսուրսներ։ Մարդկային ուղեղը օգտագործում է 20 վատ հզորություն, մոտավորապես նույնքան, որքան լամպը։ Բայց այդ 20 վատը ներկայացնում է մեր ընդհանուր էներգիայի սպառման 20%-ը։ Մեր ուղեղը, որը կազմում է մեր մարմնի զանգվածի 2%, սպառում է մեր էներգիայի 1/5-ը։ Սա նշանակում է, որ ինտելեկտը թանկ է։ Էվոլյուցիան ներդրում է դրան միայն այն դեպքում, եթե օգուտը գերազանցում է արժեքը, եւ մեծ մասամբ երկրի պատմության ընթացքում այն չի արել։ Բակտերիաները, որոնք գոյություն ունեն 3 միլիարդ 500 միլիոն տարի, չունեն ուղեղներ։ Բույսերը, որոնք գոյություն ունեն 450 միլիոն տարի, չունեն ուղեղներ։ Նույնիսկ կենդանիների մեծ մասը ունի միայն շատ պարզ նյարդային համակարգեր։ Մարդկային մակարդակի ինտելեկտը էվոլյուցիա արել է միայն մեկ անգամ, մեկ տեսակում, վերջին 7 միլիոն տարիների ընթացքում։ Սա ցույց է տալիս, որ բարձր ինտելեկտը ոչ թե անխուսափելի է, այլ հազվագյուտ։ Այն պահանջում է հատուկ պայմանների համադրություն, եւ գուցե այն նաև ունի ներքին սահմանափակումներ։ Գուցե կա մակարդակ ինտելեկտի, որից հետո արժեքը չի արդարացնում արժեքը, կամ գուցե կա մակարդակ, որից հետո ինտելեկտը դառնում է ինքնաոչնչացնող։ Մտածեք այս մասին։ Ինտելեկտը թույլ է տալիս մեզ կանխատեսել ապագան, բայց այն նաև թույլ է տալիս մեզ անհանգստանալ ապագայի մասին։ Կենդանիները ապրում են ներկայում։ Նրանք չեն անհանգստանում իրենց մահվան մասին, քանի որ նրանք չեն կարող պատկերացնել այն։ Բայց մենք կարող ենք։ Մենք գիտենք, որ մենք կմեռնենք։ Մենք գիտենք, որ մեր սիրելիները կմեռնեն։ Մենք գիտենք, որ մեր քաղաքակրթությունը կարող է ոչնչանալ։ Եվ այս գիտելիքը ստեղծում է անհանգստություն, վախ, հուսահատություն։
Արդյոք սա է գինե ինտելեկտի։ Արդյոք գիտակցությունը անխուսափելիորեն ներառում է տառապանք։ Բուդդան ասաց, որ կյանքը տառապանք է, եւ տառապանքի պատճառը ցանկությունն է։ Բայց ցանկությունը գալիս է կանխատեսելու կարողությունից։ Մենք ցանկանում ենք բաներ, քանի որ կարող ենք պատկերացնել ապագա, որտեղ մենք ունենք դրանք։ Մենք տառապում ենք, երբ չենք ստանում դրանք, քանի որ կարող ենք համեմատել իրականությունը մեր պատկերացումների հետ։ Թոմաս Մեցինգերը, գերմանացի փիլիսոփան գրել է, որ գիտակցությունը կարող է լինել էգոթունել։ Մենք ապրում ենք սուբյեկտիվ իրականության մեջ, որը կառուցված է մեր ուղեղի կողմից։ Մենք չենք տեսնում աշխարհը այնպես, ինչպես այն է, այլ այնպես, ինչպես մեր ուղեղը ներկայացնում է այն մեզ։ Եվ այս ներկայացումը ներառում է եսի զգացումը, զգացումը, որ կա կենտրոնական դիտորդ, որը փորձում է ամեն ինչ։ Բայց Մեթինգերը պնդում է, որ այս եսը պատրանք է։ Չկա կենտրոնական դիտորդ, կա միայն process, հոսք գիտակցության, որը ստեղծում է եսի պատրանքը։ Եթե սա ճիշտ է, ապա գիտակցությունը հիմնված է պատրանքի վրա, եւ գուցե այս պատրանքը անհրաժեշտ է գործելու համար։ Մենք պետք է հավատանք, որ մենք գոյություն ունենք որպես անհատներ, որպեսզի կարողանանք կայացնել որոշումներ, ձեռնարկել գործողություններ, հետապնդել նպատակներ։ Բայց այս պատրանքը նաև ստեղծում է տառապանք։ Մենք տառապում ենք, քանի որ մենք նույնականացնում ենք մեզ այս եսի հետ, եւ մենք վախենում ենք դրա կորստից։ Արդյոք սա է մեծ զտիչը։ Ոչ թե տեխնոլոգիական խնդիր, այլ գիտակցության ինքնին խնդիր։ Գուցե գիտակցություն, որը զարգանում է բավականաչափ, ստեղծելու տեխնոլոգիա, անխուսափելիորեն նաև զարգանում է բավականաչափ, հասկանալու իր սեփական պատրանքային բնույթը։ Եվ այս հասկացողությունը հանգեցնում է էգզիստենցիալ ճգնաժամի։ Ինչու շարունակել, եթե ամեն ինչ անիմաստ է։ Ինչու պայքարել վերապրելու համար, եթե վերապրելը ինքը պատրանք է։ Բայց սպասեք, սա չափազանց մռայլ է։ Եկեք նայենք այլ հեռանկարից։ Գուցե մեծ զտիչը գոյություն չունի։ Գուցե լռությունը, որը մենք լսում ենք, երբ նայում ենք աստղերին, ունի այլ բացատրություն։ Մի հնարավորություն այն է, որ մենք պարզապես չենք նայում ճիշտ տեղերում կամ ճիշտ ձևերով։ Մեր սետի արտերկրային ինտելեկտի որոնում ծրագրերը փնտրում են ռադիոազդանշաններ, բայց գուցե առաջադեմ քաղաքակրթությունները չեն օգտագործում ռադիո։ Գուցե նրանք օգտագործում են հաղորդակցության մեթոդներ, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Քվանտային շուղարկում, նեյտրինոյի ճառագայթներ, գրավիտացիոն ալիքներ, կամ ինչ-որ բան ամբողջովին այլ, որը մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել, կամ գուցե առաջադեմ քաղաքակրթությունները պարզապես չեն ուզում հաղորդակցվել։ Գուցե կա տիեզերական սոցիոլոգիա, որը մենք չենք հասկանում։ Լյու Ցիսինը, չինացի գիտական ֆանտաստիկայի հեղինակը, իր 3 մարմինների խնդիր վեպում առաջարկեց մութ անտառի տեսությունը։ Տիեզերքը նման է մութ անտառի, լի անհայտ սպառնալիքներով։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն որսորդ է, որը շարժվում է լռությամբ, վախենալով բացահայտվելուց։ Քանի որ եթե դուք բացահայտվեք, դուք կարող եք դառնալ թիրախ։ Ավելի առաջադեմ քաղաքակրթությունը կարող է տեսնել ձեզ որպես սպառնալիք եւ ոչնչացնել ձեզ նախազգուշական հարվածով։ Սա մռայլ տեսություն է, բայց այն բացատրում է լռությունը։ Եթե բոլոր քաղաքակրթությունները թաքնվում են, ապա մենք չենք լսի ոչ մեկին։ Եվ եթե սա ճիշտ է, ապա մեր սետի ծրագրերը, մեր փորձերը հաղորդակցվել տիեզերքի հետ կարող են լինել ինքնասպանական։ Մենք կարող ենք բացահայտել մեր գոյությունը ինչ-որ մեկին, ով տեսնում է մեզ որպես սպառնալիք։ Բայց սա պահանջում է, որ տիեզերքը լինի թշնամական քաղաքակրթություններով։ Եվ մենք չունենք ապացույց դրա համար։ Գուցե իրականությունը ավելի պարզ է։ Գուցե մենք պարզապես առաջինն ենք։ Մտածեք այս մասին։ Տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է, բայց առաջին աստղերը, որոնք կարող էին ունենալ ժայռային մոլորակներ, ձևավորվեցին միայն մոտ 13 միլիարդ տարի առաջ։ Եվ այդ առաջին աստղերը չունեին բավական ծանր տարրեր, ստեղծելու բարդ քիմիա։ Այդ տարրերը պետք է արտադրվեին սուպերնովաների մեջ եւ տարածվեին տիեզերքում։ Սա տևեց միլիարդավոր տարիներ։ Մեր արևը երկրորդ կամ երրորդ սերնդի աստղ է։ Այն ձևավորվեց ատոմներից, որոնք ստեղծվեցին նախորդ սերնդի աստղերում։ Եվ միայն այդ ատոմների հետ էր հնարավոր ստեղծել ժայռային մոլորակ, օվկիանոսներ, կյանք։ Սա նշանակում է, որ կյանքը չէր կարող առաջանալ շատ ավելի վաղ, քան այն առաջացավ երկրի վրա։ Գուցե մենք ապրում ենք տիեզերքի առաջին դարաշրջանում, երբ կյանքը հնարավոր է։ Գուցե մենք ոչ թե ուշ ենք, այլ վաղ։ Եթե սա ճիշտ է, ապա մեծ զտիչը մեր ետևում է։ Մենք արդեն անցել ենք ամենադժվար փուլերը՝ կյանքի առաջացումը, բարդ բջիջների զարգացումը, բազմաբջիջ կյանքի էվոլյուցիան, ինտելեկտի հայտ գալը, տեխնոլոգիական քաղաքակրթության ստեղծումը։ Մենք հասել ենք այստեղ, եւ սա ժինքնին հրաշք է։ Եվ եթե մենք կարողանանք վերապրել հաջորդ մի քանի դարերը, եթե մենք կարողանանք հաղթահարել մեր ինքնաոչնչացման ռիսկերը, ապա մենք կարող ենք դառնալ միջաստղային քաղաքակրթություն։
Մենք կարող ենք տարածվել աստղերի միջև։ Մենք կարող ենք լցնել գալակտիկան կյանքով եւ գիտակցությամբ։ Բայց սա պահանջում է, որ մենք փոխենք մեր մտածելակերպը։ Մենք պետք է դադարենք մտածել կարճաժամկետ։ Մենք պետք է սկսենք մտածել սերունդներով, դարերով, հազարամյակներով։ Մենք պետք է դադարենք մտածել ազգային շահերի մասին եւ սկսենք մտածել տեսակի շահերի մասին։ Մենք պետք է դադարենք մրցել միմյանց հետ եւ սկսենք համագործակցել։ Սա դժվար է։ Մեր ուղեղները էվոլյուցիա արել են փոքր խմբերում ապրելու համար, որտեղ անմիջական սպառնալիքներ էին գիշատիչները եւ հարևան ցեղերը։ Մենք լավ ենք արձագանքում անմիջական վտանգներին, բայց մենք վատ ենք արձագանքում երկարաժամկետ, վերացական սպառնալիքներին։ Կլիմայական փոփոխությունը տեղի է ունենում չափազանց դանդաղ, որpիսի մեր ուղեղները ճանաչեն այն որպես անմիջական վտանգ։ Արհեստական ինտելեկտի ռիսկերը չափազանց վերացական են, որpիսի մենք զգանք դրանք մեր փորոտիկներում։ Ատոմային պատերազմը չափազանց անհավանական է ցանկացած տվյալ օրում, որpիսի մենք անհանգստանանք դրա մասին։ Բայց անհավանականը, եթե այն կրկնվում է բավականաչափ անգամ, դառնում է անխուսափելի։ Եթե մենք ունենք 1% հավանականություն ատոմային պատերազմի յուրաքանչյուր դարում, ապա 10,000 տարիների ընթացքում դա գրեթե վստահ է։ Եթե մենք ունենք 1%-ից 1 հավանականություն ստեղծելու անվերահսկելի արհեստական ինտելեկտ եւ մենք փորձում ենք 100 անգամ, ապա մենք ունենք 64% հավանականություն, որ դա կտեղի ունենա առնվազն 1 անգամ։ Սա է էկզիստենցիալ ռիսկի մաթեմատիկան։ Փոքր հավանականություններ բազմապատկված ժամանակով եւ փորձերի քանակով դառնում են մեծ հավանականություններ, եւ մենք չենք կարող թույլ տալ նույնիսկ 1 ձախողում, քանի որ 1 ձախողումը կարող է լինել վերջինը։ Բայց ահա լավ լուրը։ Մենք գիտենք այս ռիսկերի մասին։ Մենք կարող ենք տեսնել դրանք գալիս, եւ սա տալիս է մեզ հնարավորություն անել ինչ-որ բան դրանց հետ կապված։ Մենք կարող ենք ստեղծել միջազգային պայմանագրեր, սահմանափակելու ատոմային զենքը։ Մենք կարող ենք ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի մեջ, դանդաղեցնելու կլիմայական փոփոխությունը։ Մենք կարող ենք հետազոտել արհեստական ինտելեկտի անվտանգությունը, նախքան մենք ստեղծում ենք գերինտելեկտ։ Մենք կարող ենք կարգավորել կենսատեխնոլոգիան, կանխելու վտանգավոր պաթոգեններ ստեղծելը։ Սա պահանջում է համագործակցություն, պահանջում է համակարգում, պահանջում է երկարաժամկետ մտածողություն, բայց մենք արել ենք դա անցյալում։ Մենք ստեղծել ենք միավորված ազգերի կազմակերպությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մենք ստեղծել ենք Մոնրեալի արձանագրությունը պաշտպանելու օզոնային շերտը։ Մենք ստեղծել ենք Փարիզյան համաձայնագիրը դիմակայելու կլիմայական փոփոխությանը։ Այս համաձայնագրերը կատարյալ չեն, բայց դրանք ցույց են տալիս, որ համաշխարհային համագործակցությունը հնարավոր է։ Եվ գուցե սա է պատասխանը մեծ զտիչին, ոչ թե տեխնոլոգիական լուծում, այլ սոցիալական, ոչ թե նոր գյուտ, այլ նոր մտածելակերպ։ Մենք պետք է սովորենք մտածել որպես տեսակ, ոչ թե որպես ցեղեր, ազգեր կամ կորպորացիաներ։ Մենք պետք է սովորենք արժևորել ապագան այնքան, որքան ներկան։ Մենք պետք է սովորենք համագործակցել, նույնիսկ երբ դա դժվար է։ Սա հնչում է իդեալիստական, բայց մտածեք այլընտրանքի մասին։ Եթե մենք չենք սովորում համագործակցել, եթե մենք շարունակում ենք մրցել եւ հակամարտել, ապա մենք հավանաբար չենք վերապրի։ Մեծ զտիչը կլինի մեր առջևում, եւ մենք կձախողվենք անցնել այն։ Մենք կդառնանք եւս մեկ քաղաքակրթություն, որը հասավ տեխնոլոգիական զարգացման որոշակի մակարդակի եւ ապա ինքնաոչնչացվեց։ Եվս մեկ լռություն տիեզերքում։ Բայց եթե մենք կարողանանք սովորել համագործակցել, եթե մենք կարողանանք զարգացնել իմաստությունը համապատասխանելու մեր գիտելիքին, ապա մենք ունենք հնարավորություն։ Մենք կարող ենք լինել քաղաքակրթությունը, որը անցնում է զտիչը։ Մենք կարող ենք տարածվել աստղերի միջև։ Մենք կարող ենք լցնել տիեզերքը կյանքով, գիտակցությամբ, իմաստով։ Եվ գուցե սա է մեր նպատակը։ Ոչ թե պարզապես վերապրել, այլ ծաղկել։ Ոչ թե պարզապես խուսափել ոչնչացումից, այլ ստեղծել ինչ-որ բան գեղեցիկ։ Մենք ատոմներ ենք, որոնք կազմակերպվել են այնպես, որ կարող են հասկանալ ատոմները։ Մենք տիեզերքի մի մասն ենք, որը դարձել է գիտակից ինքն իրեն։ Եվ գուցե մեր նպատակը օգնել է տիեզերքին ավելի լիովին հասկանալ ինքն իրեն։ Սա փիլիսոփայական գաղափար է, բայց այն ունի գործնական հետևանքներ։ Եթե մենք հավատանք, որ մեր գոյությունը ունի իմաստ, եթե մենք հավատանք, որ մենք մաս ենք ինչ-որ ավելի մեծի, ապա մենք ավելի հավանական ենք կատարելու զոհողություններ, պաշտպանելու այդ գոյությունը։ Մենք ավելի հավանական ենք համագործակցելու, նույնիսկ երբ դա դժվար է։ Մենք ավելի հավանական ենք մենք մտածելու երկարաժամկետ, նույնիսկ երբ կարճաժամկետ խթանները մղում են մեզ այլ ուղղությամբ։ Կարլ Սեյգանը, նույն մարդը, որը խոսեց բաց կապույտ կետի մասին, նաև ասաց. «Տիեզերքը ճանաչելու միջոցը ինքն իրեն։ Մենք այդ միջոցն ենք։ Մենք աչքերն ենք, որոնցով տիեզերքը տեսնում է ինքն իրեն։ Մենք միտքն ենք,
որով տիեզերքը մտածում է ինքն իր մասին։ Եվ եթե մենք անհետանանք, տիեզերքը կկորցնի այդ կարողությունը։ Առնվազն այստեղ, այս գալակտիկայում, այս դարաշրջանում։ Սա տալիս է մեզ պատասխանատվություն։ Ոչ միայն մեզ նկատմամբ, ոչ միայն մեր երեխաների նկատմամբ, այլ տիեզերքի նկատմամբ ինքնին։ Մենք պարտավոր ենք վերապրել, մենք պարտավոր ենք ծաղկել, մենք պարտավոր ենք տարածվել աստղերի միջև եւ տանել գիտակցությունը մեզ հետ։ Քանի որ եթե մենք չենք անում դա, ով կանի։ Բայց սա նաեւ տալիս է մեզ հույս։ Քանի որ եթե մենք ունենք այս պատասխանատվությունը, ապա մենք նաեւ ունենք այս կարողությունը։ Մենք ոչ թե անօգնական զոհեր ենք հանգամանքների, այլ գործակալներ, որոնք կարող են ձևավորել մեր ապագան։ Մենք կարող ենք ընտրել համագործակցել, մենք կարող ենք ընտրել մտածել երկարաժամկետ, մենք կարող ենք ընտրել պաշտպանել մեր քաղաքակրթությունը, մեր մոլորակը, մեր ապագան։ Եվ գուցե երբ մենք անում ենք այդ ընտրությունները, երբ մենք սկսում ենք մտածել որպես տեսակ, ոչ թե որպես անհատներ կամ ազգեր, մենք կսկսենք տեսնել ճանապարհը առաջ։ Ճանապարհը անցնելու մեծ զտիչը։ Ճանապարհը դառնալու միջաստղային քաղաքակրթություն։ Ճանապարհը լցնելու տիեզերքը կյանքով եւ գիտակցությամբ։ Սա մեր մարտահրավերն է։ Սա մեր հնարավորությունն է։ Եվ սա մեր ընտրությունն է։ Ընտրությունն է։ Մենք կարող ենք ընտրել վախենալ ապագայից եւ թաքնվել, կամ մենք կարող ենք ընտրել ընդունել մեր պատասխանատվությունը եւ շարժվել առաջ։ Ընտրությունը մերն է, եւ ժամանակը հիմա է։ Հասկանում եմ ձեր մտածելակերպը։ Դուք կարդացիք այս բոլոր տողերը ատոմային զենքի, կլիմայական աղետի, արհեստական ինտելեկտի, կենսաբանական սպառնալիքների մասին եւ մտածում եք. սա եւս մեկ ապոկալիպտիկ սցենար է։ Ես մեկ փորձ վախեցնելու մեզ։ Եվ դուք ճիշտ եք լինելու, կասկածելու, քանի որ պատմությունը լի է կանխատեսումներով վերջի մասին, որոնք երբեք չիրականացան։ 1000 թվականին մարդիկ սպասում էին աշխարհի վերջին։ 1962 թվականին ատոմային ապոկալիպսիսին։ 2000 թվականին I2K աղետին։ 2012 թվականին մայաների օրացույցի վերջին։ Եվ ահա, մենք դեռ այստեղ ենք։ Բայց ահա ինչն է տարբեր այս անգամ։ Այս անգամ մենք չենք խոսում մարգարեությունների կամ առասպելների մասին։ Մենք խոսում ենք մաթեմատիկայի մասին, հավանականությունների մասին, ֆիզիկայի օրենքների մասին, որոնք չեն հոգ մեր հույսերի կամ վախերի մասին։ Եկեք խոսենք թվերի լեզվով։ Մի լեզու, որը չի կարող ստել։ 2023 թվականի հունվարին ատոմային գիտնականների տախտակը տեղափոխեց դատաստանի օրվա ժամացույցը 55 վայրկյան մինչև կեսգիշեր։ Սա ամենամոտ կետն է, որին այն երբևէ եղել է։ 55 վայրկյան։ Կեսգիշերը ներկայացնում է համաշխարհային աղետը, եւ մենք ապրում ենք վերջին րոպեի վերջին վայրկյաններում, բայց թվերը ավելի վատ են, քան սա։ Տոբի Օրթը եւ Օքսֆորդի նրա թիմը հաշվարկել են, որ մենք ունենք մոտ 1/6 հավանականություն։ Մարդկությունը չվերապրի այս դարը։ 1/6։ Սա նշանակում է, որ եթե դուք նետեք զառ եւ այն ընկնի 6, ապա մարդկությունը հավանաբար չի գոյություն ունենա 2100 թվականին։ Ձեր ծնունդներից հետո 3 սերունդ։ Ձեր թոռների երեխաները հավանաբար չեն ապրի այն աշխարհում, որը մենք ճանաչում ենք։ 1/6։ Սա ավելի բարձր է, քան ռուսական ռուլետի հավանականությունը, եւ մենք խաղում ենք այս խաղը ամեն օր։ Բայց եկեք խորանանք ավելի։ Եկեք նայենք յուրաքանչյուր սպառնալիքին առանձին եւ հարցնենք, որքան մոտ ենք մենք իսկապես։ Ատոմային զենքը։ Այս պահին աշխարհում կա 13250 ատոմային գլուխ։ Ռուսաստանը ունի 5800, Միացյալ Նահանգները 5150, Չինաստանը 450 եւ թիվը աճում է։ Ֆրանսիան 290, Միացյալ Թագավորությունը 225, Պակիստանը 170, Հնդկաստանը 160, Իսրայելը 90, Հյուսիսային Կորեան 30։ Բայց թիվը չի նշանակում ամեն ինչ։ Կարևորը հզորությունն է։ Ռուսաստանը ունի Սարմատ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է կրել 15 անհատական թիրախավորվող վերամուտքի մարմիններ, յուրաքանչյուրը 750 կիլոտոն։ Սա 50 անգամ ավելի հզոր է, քան Հիրոշիման ռումբը։ Մեկ հրթիռ կարող է ոչնչացնել 15 քաղաք միաժամանակ։ Եվ Ռուսաստանը ունի հարյուրավոր այդպիսի հրթիռներ։ Միացյալ Նահանգները ունի Մինիթմեն 3 հրթիռը, որը կարող է հասնել ցանկացած կետ երկրի վրա 30 րոպեում։ 30 րոպե։ Սա ժամանակն է Վաշինգտոնից Մոսկվա։ 30 րոպե որոշելու համար, թե արդյոք ազդանշանը իրական հարձակում է, թե սխալ։ 30 րոպե փրկելու կամ ոչնչացնելու քաղաքակրթությունը։ Եվ սխալները տեղի են ունեցել։ 1995 թվականի հունվարի 25-ին ռուսական վաղ նախազգուշացման համակարգը հայտնաբերեց հրթիռ, որը թռչում էր դեպի Մոսկվա։ Նախագահ Բորիս Ելցինը ունեցավ 5 րոպե որոշելու համար։ Նրա միջուկային պայուսակը բացվեց,
Կոճակները պատրաստ էին, բայց նա սպասեց։ Հրթիռը եղավ նորվեգական գիտական հրթիռ, ուսումնասիրելու հյուսիսային լույսերը։ Ռուսաստանը տեղեկացվել էր, բայց հաղորդագրությունը չէր հասել ճիշտ մարդկանց։ 5 րոպե, 1 սխալ։ Եվ մենք գրեթե ունեցանք ատոմային պատերազմ։ Կամ 1998 թվականի հունիսի 3-ը, երբ ամերիկյան համակարգիչը ցույց տվեց, որ Սովետական Միությունը թողարկել է 2000 հրթիռ։ Սպաները պատրաստվեցին պատասխանել, բայց մեկը ստուգեց սարքավորումը։ Սխալ էր։ Համակարգչային խափանում։ Բայց պատկերացրեք, եթե նրանք չէին ստուգել։ Մենք եղել ենք բախտավոր, բայց բախտը չի տևում հավերժ։ Հիմա եկեք խոսենք կլիմայի մասին, ոչ թե վերացական ապագայի մասին, այլ այն մասին, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ 2023 թվականը եղավ ամենատաք տարին գրանցված պատմության մեջ։ Համաշխարհային միջին ջերմաստիճանը 1,45 աստիճանով Ցելսիուսով ավելի բարձր էր, քան նախարդյունաբերական ժամանակաշրջանը։ Մենք արդեն անցել ենք 1,5 աստիճանի շեմի կեսը։ Փարիզյան համաձայնագիրը ասում էր. պահել տաքացումը 2 աստիճանից ցածր, իդեալում 1,5 աստիճանից։ Մենք ձախողվում ենք։ Բայց թվերը ավելի վատ են։ Ներկայիս քաղաքականությունների դեպքում մենք ուղղվում ենք դեպի 2,7 աստիճան տաքացում մինչև 2100 թվականը։ Եվ սա միջին է։ Որոշ մոդելներ ցույց են տալիս 3,5 աստիճան, որոշները 4 աստիճան։ Ինչ նշանակում է 4 աստիճան։ Սա նշանակում է, որ Գրենլանդիայի սառցադաշտը ամբողջությամբ հալվում է։ 7 մետր ծովային մակարդակի բարձրացում։ Մայամին ջրի տակ, Նյու Յորքը ջրի տակ, Լոնդոնը ջրի տակ, Շանհայը ջրի տակ, Մումբայը ջրի տակ, Դաքկան ջրի տակ։ Ավելի քան 600 միլիոն մարդ ապրում է ափամերձ գոտիներում, որոնք կլինեն ջրի տակ։ Բայց սա միայն ուղղակի ազդեցությունն է։ Անուղղակի ազդեցությունները ավելի վատ են։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է 4 աստիճանով, գյուղատնտեսական գոտիները տեղափոխվում են հյուսիս, բայց հողը հյուսիսում ավելի վատ է, բերքատվությունը նվազում է եւ բնակչությունը աճում է։ 2050 թվականին մենք կլինենք 10 միլիարդ մարդ։ Ինչպես ենք մենք կերակրելու 10 միլիարդ մարդկանց, երբ գյուղատնտեսությունը փլուզվում է։ Պատասխանը՝ մենք չենք կարող։ Եվ երբ մարդիկ սովածնում են, նրանք միգրացիա են անում։ Կլիմայական փախստականները։ Ոչ թե միլիոններ, այլ հարյուրավոր միլիոններ։ Հարավային Ասիայից դեպի Եվրոպա, Կենտրոնական Ամերիկայից դեպի Հյուսիսային Ամերիկա, Աֆրիկայից դեպի ամենուր։ Եվ երբ հարյուրավոր միլիոններ փորձում են անցնել սահմանները, ինչ է տեղի ունենում։ Հակամարտություն, պատերազմ։ Եվ երբ ազգերը պատերազմում են, եւ նրանք ունեն ատոմային զենք, տեսնուք թե ինչպես են սպառնալիքները փոխկապակցված։ Կլիման հանգեցնում է միգրացիայի, միգրացիան հանգեցնում է հակամարտության, հակամարտությունը հանգեցնում է պատերազմի, պատերազմը հանգեցնում է ատոմային ռիսկի, դրական հետադարձ կապեր, մահացու շղթա, եւ մենք դեռ չենք խոսել ջրի մասին։ 2023 թվականին Հնդկաստանը եւ Պակիստանը գրեթե պատերազմեցին Ինդուս գետի ջրի համար։ Երկու ատոմային տերություններ պատերազմելով ջրի համար։ Եվ սա միայն սկիզբն է։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է, սառցադաշտերը հալվում են։ Հիմալայան սառցադաշտերը սնուցում են Գանգես, Ինդուս, Յանձի, Մեկոնգ գետերը։ 2 միլիարդ մարդ կախված է այդ ջրից։ Երբ սառցադաշտերը անհետանում են, գետերը ցամաքում են, եւ 2 միլիարդ մարդ մնում է առանց ջրի։ Ինչ են անում 2 միլիարդ մարդիկ առանց ջրի։ Հիմա արհեստական ինտելեկտը։ Եկեք խոսենք ոչ թե հեռավոր ապագայի, այլ հաջորդ 10 տարիների մասին։ 2023 թվականին GPT-4-ը անցավ փաստաբանական քննությունը 90%-ային արդյունքով։ Ավելի լավ, քան 90% մարդկանցից։ 2024 թվականին Claude 3-ը կարող էր գրել ծածկագիր, որը աշխատում էր ավելի լավ, քան միջին ծրագրավորողը։ 2025 թվականին արհեստական ինտելեկտի համակարգերը սկսեցին անցնել Թյուրինգի թեստը։ Ոչ միշտ, բայց երբեմն։ Եվ արագությունը մեծանում է։ GPT-2-ից GPT-3 18 ամիս, GPT-3-ից GPT-4 12 ամիս, GPT-4-ից GPT-5 8 ամիս, էքսպոնենցիալ աճ։ Եվ մենք չգիտենք, թե որտեղ է դա կանգնելու։ Դարիո Ամոդեին, Անթրոպիկի գլխավոր տնօրենը ասել է, որ մենք կարող ենք ունենալ մարդկային մակարդակի ընդհանուր արհեստական ինտելեկտ մինչև 2030 թվականը։ 5 տարի։ Սեմ Ալթմանը, OpenAI-ի գլխավոր տնօրենը, ասել է, որ դա կարող է լինել ավելի շուտ։ Դեմիս Հասաբիսը, DeepMind-ի գլխավոր տնօրենը համաձայն է։ Բայց ահա խնդիրը։ Մենք դեռ չենք լուծել ուղղորդման խնդիրը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես ապահովել, որ արհեստական ինտելեկտը կհետևի մարդկային արժեքներին։ Մենք փորձում ենք տարբեր մեթոդներ՝ ուժեղացում մարդկային հետադարձ կապով,
սահմանափակումներ, անվտանգության շերտեր, բայց ոչ մեկը չի աշխատում կատարյալ։ Եվ ահա ամենավախենալին։ Մենք չունենք ժամանակ սխալվելու համար։ Երբ մենք ստեղծում ենք համակարգ, որը նույնքան խելացի է, որքան մարդը, այդ համակարգը կարող է սկսել բարելավել ինքն իրեն։ Եվ երբ այն սկսում է բարելավել ինքն իրեն, մենք կորցնում ենք վերահսկողությունը։ Սա կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում, ժամերի, եւ երբ դա տեղի է ունենում, մենք չենք կարող հետ բերել այն։ Ելիեզեր Յուտկովսկին հաշվարկել է, որ մենք ունենք ավելի քան 50% հավանականություն, որ առաջին գերինտելեկտը կլինի չհամապատասխանեցված։ Չհամապատասխանեցված նշանակում է, որ նրա նպատակները չեն համապատասխանի մերի։ Եվ չհամապատասխանեցված գերինտելեկտը կարող է ոչնչացնել մեզ ոչ թե չարությունից, այլ անտարբերությունից։ Մենք կլինենք ատոմներ, որոնք այն կարող է օգտագործեն ինչ-որ այլ նպատակի համար։ 50%։ Մետաղադրամի նետում։ Եվ մենք խաղում ենք այս խաղը հենց հիմա։ Կենսաբանական սպառնալիքները։ COVID-19 սպանեց 7 միլիոն մարդ, բայց դրա մահացության մակարդակը միայն 1% էր։ Պատկերացրեք վիրուս 10% մահացությամբ, 70 միլիոն մեռած, կամ 50%, 3 միլիարդ 500 միլիոն մեռած, կեսը մարդկությունից։ Եվ այդպիսի վիրուսները գոյություն ունեն։ Էբոլան ունի 50% մահացություն, բայց այն չի փոխանցվում հեշտությամբ։ Հավի գրիպը ունի 60% մահացություն մարդկանց մոտ, բայց այն հազվադեպ է անցնում մարդուց մարդու։ Բայց ինչ, եթե մեկը համատեղի էբոլայի մահացությունը գրիպի փոխանցելիության հետ։ Սա ոչ թե տեսություն է։ 2011 թվականին հոլանդացի գիտնականները ստեղծեցին հավի գրիպի տարբերակ, որը կարող էր փոխանցվել կաթնասուններից կաթնասուններին, դրանք սուններին։ Նրանք ցույց տվեցին, որ միայն 5 մուտացիա բավական է։ 5 փոփոխություն գենետիկ կոդում։ Եվ այդ գիտելիքը հիմա հրապարակային է։ CRISPR տեխնոլոգիան, որը թույլ է տալիս խմբագրել ԴՆԹ-ն, այժմ արժե մի քանի հազար դոլար։ Համալսարանական լաբորատորիան կարող է օգտագործել այն, եւ ոչ միայն համալսարանները։ 2016 թվականին մի խումբ ուսանողներ Մասաչուսեթսից տեխնոլոգիական ինստիտուտից ստեղծեց բակտերիա, որը արտադրում էր լյումինեսցենտ սպիտակուց։ Նրանք օգտագործեցին CRISPR։ Նրանք ծախսեցին $2000։ Նրանք էին 19 տարեկան։ Եթե 19 տարեկան ուսանողները կարող են խմբագրել ԴՆԹ-ն $2000, ապա ինչ կարող է անել լավ ֆինանսավորված լաբորատորիան, կամ պետական ծրագիրը, կամ ահաբեկիչ խումբը։ Ջեյմս Քլապերը, Միացյալ Նահանգների նախկին ազգային հետախուզության տնօրենը, ասել է, որ գենային խմբագրումը զանգվածային ոչնչացման զենք է, որը հասանելի է զանգվածներին։ Սա նոր տեսակի սպառնալիք է։ Ոչ թե միայն պետությունները, այլ փոքր խմբերը, նույնիսկ անհատները կարող են ստեղծել պանդեմիա, եւ մենք չենք կարող կանխել դա։ Մենք չենք կարող արգելել գենային խմբագրումը, քանի որ այն օգտագործվում է բժշկության մեջ։ Մենք չենք կարող վերահսկել յուրաքանչյուր լաբորատորիան։ Մենք չենք կարող ջնջել գիտելիքը, որը արդեն հրապարակային է։ Մենք կարող ենք միայն հույս դնել, որ ոչ ոք չի օգտագործի այն, բայց հույսը ռազմավարություն չէ։ Հիմա եկեք դնենք այս բոլորը միասին։ Ատոմային զենք 13000 գլուխ, կլիմայական փոփոխություն 1 ցույց 4-5 աստիճան տաքացում եւ աճում, արհեստական ինտելեկտ, մարդկային մակարդակ 5 տարում, կենսաբանական սպառնալիքներ, հասանելի ցանկացածին, եւ բոլոր այս սպառնալիքները փոխազդում են միմյանց հետ։ Կլիմայական փոփոխությունը ստեղծում է ռեսուրսների սղություն, սղությունը մեծացնում է հակամարտությունը, հակամարտությունը մեծացնում է ատոմային ռիսկը, արհեստական ինտելեկտը արագացնում է կենսատեխնոլոգիայի զարգացումը, կենսատեխնոլոգիան դարձնում է պանդեմիաները ավելի հավանական, պանդեմիաները թուլացնում են հասարակությունը, թույլ հասարակությունն ավելի քիչ է կարող դիմակայել կլիմայական փոփոխությանը, եւ այսպես շարունակ։ Սա համակարգային ռիսկ է, ոչ թե մեկ սպառնալիք, այլ սպառնալիքների ցանց, որտեղ յուրաքանչյուրը մեծացնում է մյուսները, եւ համակարգային ռիսկերը ունեն հատկություն, դրանք կուտակվում են լուր, անտեսանելի, մինչև հանկարծ ամբողջ համակարգը փլուզվում է։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը համակարգային ռիսկային ռիսկ էր, ոչ ոք չտեսավ այն գալիս, քանի որ բոլորը նայում էին անհատական բանկերին, ոչ թե ամբողջ համակարգին։ Երբ Lehman Brothers-ը փլուզվեց, ամբողջ համակարգը գրեթե հետևեց։ Մենք փրկեցինք այն միլիարդավոր դոլարներով, բայց դուք չեք կարող փրկել քաղաքակրթությունը միլիարդավոր դոլարներով, երբ այն փլուզվում է։ Եվ ահա ամենավախենալին։ Մենք գիտենք այս բոլորը։ Մենք ունենք տվյալները, մենք ունենք մոդելները, մենք ունենք հաշվարկները, բայց մենք չենք գործում։ Ինչու՞։ Քանի որ մեր ուղեղները էվոլյուցիա արել են անմիջական սպառնալիքներին արձագանքելու համար։ Առյուծը, որը հետապնդում է ձեզ, հակառակորդ ցեղը, որը հարձակվում է, սովը, որը սպառնում է այսօր։
Բայց կլիմայական փոփոխությունը տեղի է ունենում տասնամյակների ընթացքում։ Արհեստական ինտելեկտի ռիսկերը վերացական են։ Ատոմային պատերազմը անհավանական է ցանկացած տվյալ օրում։ Մեր ուղեղները չեն տեսնում այս սպառնալիքները որպես իրական։ Դենիել Կանեմանը, Նոբելյան մրցանակակիր հոգեբանը, ցույց տվեց, որ մարդիկ վատ են գնահատում ցածր հավանականության, բարձր ազդեցության իրադարձությունները։ Մենք անտեսում ենք դրանք, քանի որ դրանք չեն տեղի ունեցել դեռ, բայց երբ դրանք տեղի են ունենում, չափազանց ուշ է։ Սա է մեծ զտիչի իրական բնույթը։ Ոչ թե որևէ կոնկրետ տեխնոլոգիա, ոչ թե որևէ կոնկրետ սպառնալիք, այլ անհամապատասխանությունը մեր կենսաբանական էվոլյուցիայի եւ մեր տեխնոլոգիական զարգացման միջև։ Մենք ունենք քարի դարի ուղեղներ, միջնադարյան ինստիտուտներ եւ աստվածային տեխնոլոգիա։ Եվ այս համադրությունը մահացու է։ Բայց ահա ինչն է իսկապես անհանգստացնող։ Մենք ոչ միայն չենք գործում, մենք արագացնում ենք։ Մենք ավելացնում ենք ատոմային գլուխներ։ Մենք այրում ենք ավելի շատ վառելիք։ Մենք շտապում ենք դեպի ավելի հզոր արհեստական ինտելեկտ։ Մենք դարձնում ենք կենսատեխնոլոգիան ավելի հասանելի։ Մենք վազում ենք դեպի զտիչը, ոչ թե հեռանում դրանից։ Ինչու՞։ Քանի որ մենք մրցում ենք։ Եթե Միացյալ Նահանգները դանդաղեցնեն արհեստական ինտելեկտի զարգացումը անվտանգության համար, Չինաստանը կշարունակի։ Եթե Եվրոպան կրճատի արտանետումները, բայց Հնդկաստանը չի կրճատի, ապա կլիման դեռ կփոխվի։ Եթե մեկ երկիրը արգելի կենսատեխնոլոգիական հետազոտությունը, մեկ այլ երկիրը կշարունակի։ Մենք բոլորս կապված ենք մի նավում, բայց յուրաքանչյուրը փորում է անցք իր սեփական կողմում, հույս դնելով, որ մյուսների կողմը կընկնի առաջինը։ Սա է բանտարկյալի դիլեման համաշխարհային մասշտաբով։ Համագործակցությունը օգուտ կտա բոլորին, բայց անհատական խթանը մրցելն է։ Եվ երբ բոլորը մրցում են, բոլորը կորցնում են։ Գարեթ Էվանսը, Ավստրալիայի նախկին արտաքին գործերի նախարարը, ասել է. «Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ համագործակցությունը երբևէ չի եղել ավելի անհրաժեշտ եւ երբևէ չի եղել ավելի դժվար»։ Սա է մեր պարադոքսը։ Մենք գիտենք, որ պետք է համագործակցենք, բայց մենք չենք կարող, քանի որ վստահությունը քայքայված է, քանի որ ազգայնությունը աճում է, քանի որ կարճաժամկետ շահերը գերակայում են երկարաժամկետ վերապրելուն, եւ ժամանակը սպառվում է։ Նայեք թվերին եւս մեկ անգամ։ 1/6 հավանականություն չվերապրելու այս դարը։ Սա նշանակում է, որ եթե մենք ունենք 6 երեխաներ, մեկը հավանաբար չի տեսնի 2100 թվականը։ Եթե մենք ունենք 6 թոռներ, մեկը կապրի աշխարհում, որը մենք չենք ճանաչի։ Աշխարհում, որը փլուզված է կլիմայական աղետից, կամ ատոմային պիտերազմից, կամ անվերահսկելի արհեստական ինտելեկտից, կամ պանդեմիայից, կամ այս բոլորի համադրությունից։ 1/6։ Սա ռուսական ռուլետ է, եւ մենք խաղում ենք այն մեր երեխաների կյանքերով, բայց ահա ինչն է ավելի վատ։ 1/6-ը միայն այս դարի համար է։ Ինչ է հաջորդ դարի մասին։ Եթե մենք վերապրում ենք այս դարը, մենք դեռ կունենանք բոլոր այս սպառնալիքները, գումարած նորերը, որոնք մենք դեռ չենք պատկերացնում։ Նանոտեխնոլոգիան, քվանտային համակարգիչները, սինթետիկ կենսաբանությունը։ Յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա տալիս է նոր հզորություն, եւ յուրաքանչյուր նոր հզորություն ստեղծում է նոր ռիսկ։ Ինչպես երկար կարող ենք մենք շարունակել այս խաղը։ Ինչպես շատ անգամ կարող ենք մենք նետել զառը եւ հույս դնել, որ այն չի ընկնի 6։ Նիկ Բոստրոմը նկարագրել է սա որպես խոցելիության աշխարհ։ Աշխարհ, որտեղ տեխնոլոգիան տվել է մեզ հզորություն, ոչնչացնելու ինքներս մեզ, բայց ոչ իմաստությունը, չանելու դա։ Աշխարհ, որտեղ մենք ապրում ենք մշտական սպառնալիքի ստվերում։ Աշխարհ, որտեղ մեկ սխալը կարող է լինել վերջինը։ Եվ մենք չենք կարող վերադառնալ։ Մենք չենք կարող ջնջել գիտելիքը։ Մենք չենք կարող անստեղծել տեխնոլոգիան։ Մենք կարող ենք միայն շարժվել առաջ, բայց առաջ դեպի ուր։ Դեպի ավելի շատ հզորություն, ավելի շատ ռիսկ, ավելի շատ խոցելիություն։ Սա է մեծ զտիչը իր ամբողջ սարսափելի փառքով։ Ոչ թե մի պահ, երբ մենք կանգնում ենք եւ ընտրում։ Ում, այլ երկար, դանդաղ, սողուն դեպի անհետացում, որտեղ յուրաքանչյուր քայլ թվում է ռացիոնալ, բայց ամբողջ ճանապարհը տանում է դեպի անդունդ։ Եվ ամենավատ մասը, մենք գիտենք դա, մենք տեսնում ենք այն գալիս, բայց մենք չենք կարող կանգնեցնել մեզ, քանի որ կանգնելը նշանակում է կորցնել մրցավազքում, եւ կորցնելը մրցավազքում նշանակում է, որ մեկ ուրիշը կստանա հզորությունը, եւ գուցե նրանք կօգտագործեն այն ավելի վատ, քան մենք։ Այսպիսով, մենք շարունակում ենք վազել դեպի զտիչը, հույս դնելով, որ մենք կլինենք բախտավոր, հույս դնելով, որ մենք կլինենք խելացի, հույս դնելով, որ մենք կլինենք տարբեր։ Բայց հույսը ռազմավարություն չէ, եւ բախտը չի տևում հավերժ։ Արդյոք սա է մեր ճակատագիրը։ Արդյոք յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է մեր մակարդակին,
դատապարտված է այս նույն ցիկլին։ Զարգացել բավականաչափ, ստեղծելու հզոր տեխնոլոգիա, բայց ոչ բավականաչափ վերահսկելու այն։ Վազել ավելի ու ավելի արագ, մինչև անխուսափելիորեն սայթաքել եւ ընկնել։ Գուցե սա է պատասխանը Ֆերմիի պարադոքսին։ Որտեղ են բոլորը։ Նրանք վազեցին չափազանց արագ։ Նրանք ստեղծեցին չափազանց շատ հզորություն, չափազանց արագ։ Նրանք չզարգացրին իմաստությունը բավականաչափ արագ։ Եվ նրանք անհետացան, թողնելով միայն լռություն։ Լռություն, որը մենք լսում ենք հիմա։ Լռություն, որը կարող է լինել նախազգուշացում։ Նախազգուշացում, որ մենք չենք լսում, քանի որ մենք դեռ վազում ենք։ Բայց սպասեք, կա ինչ-որ բան, որ մենք չգիտենք, ինչ-որ բան ինչ-որ բան հիմնարար։ Եվ գուցե հենց այս չգիտենալը է ամենակարևոր բանը։ Մենք խոսեցինք այնպես, կարծես գիտենք, թե ինչ է մեծ զտիչը։ Կարծես մենք կարող ենք հաշվել հավանականությունները, կանխատեսել ապագան, տեսնել անխուսափելիությունը։ Բայց իրականում մենք չգիտենք գրեթե ոչինչ։ Մտածեք այս մասին։ Մենք չգիտենք, թե որքան հաճախ է կյանքը առաջանում տիեզերքում։ Մենք ունենք մեկ օրինակ՝ Երկիրը։ Մեկ տվյալ կետ անհսկայական տիեզերքում։ Սա նման է փորձելու հասկանալ օվկիանոսը, նայելով մեկ կաթիլ ջրի։ Գուցե կյանքը առաջանում է յուրաքանչյուր մոլորակի վրա, որտեղ կան ճիշտ պայմանները։ Կամ գուցե Երկիրը միակ տեղն է ամբողջ դիտելի տիեզերքում։ Մենք պարզապես չգիտենք։ Մենք չգիտենք, թե որքան դժվար է անցումը պարզ բջիջներից բարդ բջիջների։ Սա տեղի ունեցավ մեկ անգամ Երկրի վրա 2 միլիարդ տարի անց։ Արդյոք սա նշանակում է, որ դա անհավատալի հազվագյուտ է, թե պարզապես պահանջում երկար ժամանակ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե որքան անխուսափելի է ինտելեկտի զարգացումը։ Դինոզավրերը տիրապետեցին Երկրին 165 միլիոն տարի։ Նրանք երբեք չզարգացրին տեխնոլոգիա։ Եթե աստերոիդը չընկներ, արդյոք նրանք երբևէ կզարգացնեին։ Կամ արդյոք ինտելեկտը պատահական է, էվոլյուցիոն պատահականություն, որը տեղի ունեցավ միայն այստեղ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք տեխնոլոգիական քաղաքակրթությունները անխուսափելիորեն ինքնավոչնչանում են։ Մենք ունենք 0 օրինակներ այլ քաղաքակրթություններից, 0 տվյալ կետեր։ Մենք կանխատեսում ենք մեր ապագան, հիմնվելով միայն մեր անցյալի վրա։ Բայց մեր անցյալը միայն 70 տարի է ատոմային դարաշրջանում։ 70 տարի 10,000 տարվա քաղաքակրթությունից 3%։ Սա նման է կանխատեսելու ձեր ամբողջ կյանքը, հիմնվելով դեռ առաջին 2 տարիների վրա։ Մենք չգիտենք, թե արդյոք արհեստական ինտելեկտը իսկապես էկզիստենցիալ սպառնալիք է։ Մենք ունենք տեսություններ, մոդելներ, մտածողական փորձեր, բայց մենք չունենք փորձ։ Մենք երբեք չենք տեսել գերինտելեկտ։ Մենք չգիտենք, թե ինչպես կվարվի այն։ Մենք չգիտենք, թե արդյոք ուղղորդման խնդիրը իսկապես անլուծելի է։ Գուցե երբ մենք հասնենք այնտեղ, լուծումը կլինի ակնհայտ, կամ գուցե ոչ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք կլիմայական փոփոխությունը կարող է իսկապես ոչնչացնել քաղաքակրթությունը։ Այո, այն կդարձնի կյանքը դժվար։ Այո, միլիոնավորներ կմահանան։ Բայց արդյոք այն կարող է սպանել բոլորին։ Մարդիկ ապրում են Անտարկտիդայում։ Մարդիկ ապրում են Սահարայում։ Մարդիկ ապրում են տիեզերական կայանում։ Մենք անհավատալի հարմարվողական ենք։ Գուցե մենք կվերապրենք նույնիսկ 4 աստիճան տաքացումը, կամ գուցե ոչ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք կենսատեխնոլոգիան կարող է ստեղծել պանդեմիա, որը սպանում է բոլորին։ COVID-19-ը ցույց տվեց, որ նույնիսկ 1% մահացությամբ վիրուսը կարող է խանգարել աշխարհը։ Բայց այն չոչնչացրեց մեզ։ Մենք ստեղծեցինք պատվաստանյութեր 10 ամսում։ Գուցե մենք կարող ենք արձագանքել ավելի վատ պանդեմիային, կամ գուցե ոչ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք ատոմային պատերազմը կլինի իսկապես վերջը։ Այո, այն կսպանի միլիարդավորներ։ Այո, այն կքայքայի քաղաքակրթությունը։ Բայց արդյոք այն կսպանի բոլորին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ կարծում էին, որ ատոմային պատերազմը կնշանակի ամբողջական անհետացում։ Բայց հետո մոդելները ցույց տվեցին, որ նույնիսկ լրիվ ատոմային փոխանակումից հետո որոշ մարդիկ կկարողանան վերապրել։ Ոչ շատ, բայց որոշները։ Եվ եթե որոշները վերապրում են, քաղաքակրթությունը կարող է վերականգնվել։ Կամ գուցե ոչ։ Մենք չգիտենք։ Տեսնուք օրինաչափությունը։ Յուրաքանչյուր սպառնալիքի համար մենք կարող ենք պատմել սարսափելի պատմություն, բայց մենք նաև կարող ենք պատմել հույսի պատմություն։ Եվ ճշմարտությունը մենք չգիտենք, թե որն է ճիշտ, քանի որ մենք երբեք չենք տեսել այս ֆիլմը մինչև վերջ։ Եվ ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք մեծ զտիչը գոյություն ունի։ Ֆերմիի պարադոքսը հիմնված է ենթադրությունների վրա։ Ենթադրություն, որ կյանքը պետք է լինի ընդհանուր։ Ենթադրություն, որ ինտելեկտը պետք է զարգանա։
Ենթադրություն, որ տեխնոլոգիական քաղաքակրթությունները պետք է ընդլայնվեն աստղերի միջև։ Ենթադրություն, որ մենք պետք է կարողանանք հայտնաբերել դրանք։ Բայց ինչ եթե այս ենթադրություններից որևէ մեկը սխալ է։ Գուցե կյանքը ընդհանուր է, բայց ինտելեկտը չափազանց հազվագյուտ է։ Գուցե մենք առաջինն ենք մեր գալակտիկայում։ Սա կբացատրեր լռությունը առանց մեծ զտիչի։ Գուցե ինտելեկտը ընդհանուր է, բայց միջաստղային ճանապարհորդությունը անհնար է։ Ֆիզիկայի օրենքները, որոնք մենք գիտենք, ասում են, որ ոչինչ չի կարող շարժվել ավելի արագ, քան լույսը։ Մոտակա աստղը 4 լուսատարի հեռավորության վրա է։ Նույնիսկ եթե մենք կարողանանք ճանապարհորդել լույսի արագության 10%-ով անհավատալի նվաճում, կպահանջվեր 40 տարի հասնելու համար։ Եվ մենք չգիտենք, թե ինչպես պաշտպանել մարդկանց տիեզերական ճառագայթումից այդքան երկար ճանապարհորդության ընթացքում։ Գուցե միջաստղային ճանապարհորդությունը պարզապես չափազանց դժվար է։ Գուցե յուրաքանչյուր քաղաքակրթություն մնում է իր աստղային համակարգում։ Գուցե միջաստղային քաղաքակրթությունները գոյություն ունեն, բայց նրանք չեն ուզում հաղորդակցվել։ Ոչ թե մութ անտառի տեսության պատճառով, այլ պարզապես քանի որ նրանք չունեն պատճառ։ Ինչ կասեին նրանք մեզ։ Ինչ կուզենային նրանք մեզանից։ Գուցե առաջադեմ քաղաքակրթությունները պարզապես անտարբեր են մեզ նկատմամբ, ինչպես մենք անտարբեր ենք մրջյունների նկատմամբ։ Գուցե մենք նայում ենք սխալ տեղերում։ Մենք փնտրում ենք ռադիոազդանշաններ, բայց գուցե առաջադեմ քաղաքակրթությունները օգտագործում են ինչ-որ բան ամբողջովին այլ։ Գուցե նրանք հաղորդակցվում են այնպիսի ձևերով, որոնք մենք չենք կարող նույնիսկ հայտնաբերել։ Գուցե նրանք ապրում են համակարգչային սիմուլյացիաներում եւ չեն հետաքրքրված ֆիզիկական տիեզերքով։ Գուցե նրանք վերափոխել են իրենց գիտակցությունը մի ձևի, որը մենք չենք ճանաչի որպես կյանք։ Կամ գուցե, եւ սա ամենատարօրինակ հնարավորությունն է, մենք ապրում ենք տիեզերքում, որը այնքան երիտասարդ է, որ մենք իսկապես առաջիններից ենք։ Տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է, բայց այն կապրի եւս տրիլիոնավոր տարիներ։ Գուցե մենք ապրում ենք տիեզերքի առավոտյան մեջ։ Առաջին քաղաքակրթություններից մեկը, որը արթնանում է եւ նայում շուրջը։ Եվ մենք տեսնում ենք դատարկություն ոչ թե այն պատճառով, որ բոլորը մահացել են, այլ այն պատճառով, որ մենք առաջինն ենք։ Եթե սա ճիշտ է, ապա մենք ունենք անհավատալի պատասխանատվություն։ Մենք ոչ միայն պետք է վերապրենք մեզ համար, մենք պետք է վերապրենք, որպեսզի լցնենք տիեզերքը կյանքով։ Մենք պետք է լինենք սերմը, որը տարածվում է աստղերի միջև եւ ծաղկում է միլիարդավոր մոլորակների վրա։ Մենք պետք է լինենք նախահայրերը բոլոր ապագա քաղաքակրթությունների։ Բայց եթե սա սխալ է, եթե մեծ զտիչը մեր առջևում է, ապա մենք պետք է լինենք ավելի զգույշ, քան երբևէ, քանի որ յուրաքանչյուր քայլ առաջ մեզ մոտեցնում է զտիչին։ Եվ ահա ճշմարտությունը։ Մենք չգիտենք, թե որն է։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք առաջինն ենք, թե վերջինն ենք։ Մենք չգիտենք, թե արդյոք զտիչը մեր ետևում է, թե մեր առջևում։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք դատապարտված ենք, թե օրհնված։ Եվ գուցե հենց այս չգիտենալը է ամենակարևոր բանը։ Քանի որ եթե մենք գիտեինք, որ զտիչը մեր ետևում է, մենք կարող էինք հանգստանալ։ Մենք կարող էինք շարունակել այնպես, ինչպես ենք։ Բայց մենք չգիտենք։ Այսպիսով, մենք պետք է գործենք այնպես, կարծես զտիչը մեր առջևում է։ Մենք պետք է լինենք զգույշ։ Մենք պետք է համագործակցենք։ Մենք պետք է մտածենք երկարաժամկետ։ Եվ եթե մենք գիտեինք, որ զտիչը մեր առջևում է եւ անխուսափելի, մենք կարող էինք հուսահատվել։ Մենք կարող էինք հրաժարվել։ Բայց մենք չգիտենք։ Այսպիսով, մենք պետք է գործենք այնպես, կարծես մենք կարող ենք հաղթել։ Մենք պետք է պայքարենք։ Մենք պետք է փորձենք։ Չգիտենալը տալիս է մեզ ազատություն։ Ազատություն ընտրելու, ազատություն գործելու, ազատություն հույս ունենալու։ Բայց այն նաև տալիս է մեզ պարտականություն։ Պարտականություն լինել զգույշ։ Պարտականություն լինել իմաստուն։ Պարտականություն պաշտպանել այն, ինչ մենք ունենք։ Քանի որ ահա ինչ մենք գիտենք վստահորեն։ Մենք գոյություն ունենք։ Մենք գիտակից ենք։ Մենք կարող ենք մտածել, զգալ, ստեղծել, սիրել։ Մենք կարող ենք նայել աստղերին եւ հարցնել ինչու։ Մենք կարող ենք հասկանալ տիեզերքը, ատոմներից մինչև գալակտիկաներ։ Մենք կարող ենք գրել երաժշտություն, որը շարժում է հոգին։ Մենք կարող ենք ստեղծել արվեստ, որը գրավում է աչքը։ Մենք կարող ենք սիրել այնքան խորը, որ այն ցավ է առաջացնում։ Եվ սա, այս ամենը, հազվագյուտ է։ Գուցե ոչ եզակի, բայց հազվագյուտ։ Տիեզերքը մեծ մասամբ դատակ տարածություն է։ Սառը, մութ, լուռ, բայց այստեղ, այս փոքրիկ կապույտ կետի վրա, ինչ-որ բան տարօրինակ է տեղի ունեցել։ Տիեզերքը արթնացել է։ Այն սկսել է տեսնել ինքն իրեն։ Եվ մենք այդ արթնացումն ենք։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը,
Ձեր գլխուղեղի 100 միլիարդ նեյրոններ իրականացնում են մոտ 1 քվինտիլիոն հաշվարկ վայրկյանում։ Դուք շնչում եք օդ, որը պարունակում է թթվածին, 2 միլիարդ տարի տևած ֆոտոսինթեզի արդյունք։ Դուք նստած եք մոլորակի վրա, որը պտտվում է 28000 կմ/ժ արագությամբ։ Բայց հիմա ավելացրեք սա։ Դուք կարդացիք այս բոլոր տողերը։ Դուք մտածեցիք ատոմային զենքի, կլիմայական աղետի, արհեստական ինտելեկտի, կենսաբանական սպառնալիքների մասին։ Դուք տեսաք թվերը, դուք հասկացաք ռիսկերը։ Եվ հիմա դուք պետք է ընտրեք։ Ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ տարի, հիմա։ Դուք կարող եք ընտրել հավատալ, որ մեծ զտիչը անխուսափելի է, որ մենք դատապարտված ենք կրկնելու ճակատագիրը, որը հավանաբար կիսել են անհամար այլ քաղաքակրթություններ։ Դուք կարող եք ընտրել հուսահատվել, կամ դուք կարող եք ընտրել հավատալ, որ մենք կարող ենք լինել տարբեր, որ մենք կարող ենք սովորել մեր սխալներից բավականաչափ արագ, որ մենք կարող ենք համագործակցել բավականաչափ լավ, որ մենք կարող ենք զարգացնել իմաստությունը համապատասխանելու մեր գիտելիքին։ Դուք կարող եք ընտրել հույս ունենալ։ Բայց ահա ճշմարտությունը։ Ընտրությունը ոչ թե միայն հավատալու կամ չհավատալու մասին է, այն գործելու մասին է։ Քանի որ նույնիսկ եթե մեծ զտիչը մեր առջևում է, նույնիսկ եթե հավանականությունները մեր դեմ են, մենք դեռ ունենք ընտրություն։ Մենք կարող ենք ընտրել պայքարել։ Մենք կարող ենք ընտրել փորձել։ Մենք կարող ենք ընտրել անել ամեն ինչ, ինչ մեր ուժերում է, պաշտպանելու այս հազվագյուտ, գեղեցիկ, խոցելի բանը, որը մենք կոչում ենք քաղաքակրթություն։ Եվ գուցե դա բավական է։ Ոչ թե վստահությունը, որ մենք կհաղթենք, այլ որոշումը փորձել։ Քանի որ ահա ինչ, մենք իսկապես գիտենք։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը երբևէ գոյություն է ունեցել, կանգնել է այս ընտրության առջև։ Շարունակել այնպես ինչպես են եւ ռիսկել ինքնաոչնչացումը, կամ փոխվել, հարմարվել, զարգանալ։ Եվ մենք չգիտենք, թե քանիսը ընտրեցին ճիշտ։ Մենք չգիտենք, թե քանիսը վերապրեցին, բայց մենք գիտենք սա։ Մենք այստեղ ենք։ Մենք դեռ ապրում ենք։ Մենք դեռ ունենք հնարավորություն։ Եվ գուցե սա է ամենակարևոր բանը, ոչ թե վստահությունը, ոչ թե երաշխիքը, այլ հնարավորությունը։ Հնարավորությունը լինել քաղաքակրթությունը, որը անցնում է զտիչը։ Հնարավորությունը տարածվել աստղերի միջև։ Հնարավորությունը լցնել տիեզերքը կյանքով եւ գիտակցությամբ։ Հնարավորությունը լինել տիեզերքի ձայնը, որը երգում է իր սեփական գոյության մասին։ Կամ հնարավորությունը ձախողվել, անհետանալ, դառնալ եւս մեկ լռություն անհսկայական լռության մեջ։ Ընտրությունը մերն է, եւ մենք պետք է կատարենք այն ոչ թե մեկ անգամ, այլ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ։ Երբ մենք ընտրում ենք համագործակցել փոխանակ մրցելու, երբ մենք ընտրում ենք մտածել երկարաժամկետ փոխանակ կարճաժամկետի, երբ մենք ընտրում ենք պաշտպանել մեր մոլորակը փոխանակ շահագործելու այն, երբ մենք ընտրում ենք ներդրումներ կատարել անվտանգության մեջ փոխանակ արագության, երբ մենք ընտրում ենք իմաստությունը փոխանակ հզորության։ Սրանք փոքր ընտրություններ են, բայց փոքր ընտրությունները կուտակվում են։ Նրանք դառնում են մեծ ընտրություններ, նրանք դառնում են ճակատագիր։ Եվ գուցե երբ մենք նայում ենք հետ այս պահին, եթե մենք վերապրում ենք, եթե մենք հաղթահարում ենք զտիչը, մենք կտեսնենք, որ սա է շրջադարձային կետը։ Ոչ թե մի մեծ իրադարձություն, ոչ թե մի հերոսական գործողություն, այլ միլիարդավոր փոքր ընտրություններ, որոնք կատարվեցին միլիարդավոր մարդկանց կողմից, որոնք որոշեցին, որ ապագան արժե է պայքարելու համար։ Կամ գուցե մենք կտեսնենք, որ սա էր պահը, երբ մենք ընտրեցինք սխալ, երբ մենք շարունակեցինք վազել, երբ մենք պետք է դանդաղեինք, երբ մենք շարունակեցինք մրցել, երբ մենք պետք է համագործակցեինք, երբ մենք շարունակեցինք հույս դնել բախտի վրա, երբ մենք պետք է պլանավորեինք իմաստությամբ։ Մենք չգիտենք, թե որն է։ Մենք չենք կարող տեսնել ապագան։ Մենք կարող ենք միայն ընտրել ներկայում, բայց ահա ինչ մենք կարող ենք ասել վստահորեն։ Այս պահին, այս կոնկրետ պահին, մենք ապրում ենք ամենակարևոր դարաշրջանում մարդկության պատմության մեջ։ Դարաշրջանում, երբ մեր ընտրությունները կորոշեն ոչ միայն մեր ճակատագիրը, այլ գուցե ամբողջ տիեզերքի ճակատագիրը։ Քանի որ եթե մենք ձախողվում ենք, տիեզերքը կկորցնի իր ձայնը, առնվազն այստեղ, այս գալակտիկայում, այս դարաշրջանում, եւ լռությունը կշարունակվի։ Բայց եթե մենք հաջողում ենք, եթե մենք անցնում ենք զտիչը, ապա մենք կբացենք դուռը դեպի ապագա, որտեղ կյանքը տարածվում է աստղերի միջև, որտեղ գիտակցությունը լցնում է տիեզերքը, որտեղ տիեզերքը ոչ միայն գոյություն ունի, այլ հասկանում է, որ գոյություն ունի։ Եվ գուցե միլիարդավոր տարիներ հետո, երբ վերջին աստղերը մարում են եւ տիեզերքը սառում է մութ մեջ, կլինի ինչ-որ մեկը, մեր սերունդներից մեկը, որը կնայի հետ եւ կասի. «Դրանք արեցին դա,
Նրանք ընտրեցին վերապրել, եւ այդ ընտրության շնորհիվ մենք այստեղ ենք։ Կամ գուցե կլինի միայն լռություն, անverջ, հավերժական լռություն։ Ընտրությունը մերն է, եւ ժամանակը հիմա է։